Երբ 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանի ազգային արխիվում հայտնաբերվեց մի թղթապանակ, կարմիր կնիքով եւ Совершенно секретно մակագրությամբ, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ է պարունակում այն։ Թղթապանակի ներսում կային 17 էջ, ձեռագիր նշումներով, բայց ամենակարևոր 3 էջերը պակասում էին։ Ովքեր էին դրանք վերցրել։ Ինչու հենց այդ էջերը։ Եվ ամենակարևորը, ինչու այս փաստաթուղթը պահվում էր Խորեն Աբրահամյանի անձնական գործի մեջ, մարդու, ով երբեք չէր աշխատել անվտանգության կոմիտեում։ Այս թղթապանակի գոյությունը կարող էր կյանքի արժանալ նրան, ով համարձակվեր բացել այն։ Այսօր, 35 տարի անց, մենք առաջին անգամ կպատմենք, թե ինչ էր գրված այդ փաստաթղթում եւ ինչու Հայաստանի ամենասիրված դերասանը ազգի խղճմտանքը հանկարծ լղեց եւ հեռացավ հանրային կյանքից 1991 թվականի գարնանը։ Խորեն Բաբկենի Աբրահամյանը չէր սիրում խոսել իր անցյալի մասին։ Երբ լրագրողները հարցնում էին նրա մասին, նա միշտ փոխում էր թեման, անցնելով դեպի իր դերերը կամ թատրոնը։ Բայց նրա մերձավորները գիտեին մի բան, որ հանրությունը երբեք չիմացավ։ 1991 թվականի փետրվարի 20-ին, երբ Մոսկվայում տեղի էր ունենում հանրաքվե խորհրդային միության պահպանման մասին, Խորենը ստացավ մի հեռախոսազանգ։ Զանգը եկավ կեսգիշերին։ Զանգահարողը չներկայացավ, բայց խոսեց ռուսերեն, կատարյալ մոսկովյան առոգանությամբ։ Նա ասաց միայն մեկ նախադասություն. Վաղը ժամը 12-ին Հանրապետության հրապարակում մի մարդ կտա ձեզ ծրար։ Մի բացեք այն հանրային վայրում։ Խորենը չքնեց այդ գիշեր։ Նա նստած էր իր աշխատասենյակում, ծխում էր մխում էր մի սիգարետից հետո մյուսը եւ նայում պատուհանից դուրս Երևանի գիշերային լույսերին։ Ինչ կարող էր լինել այդ ծրարում։ Ով էր այդ մարդը։ Եվ ինչու հենց նրան էին ընտրել այս խաղի համար։ Հաջորդ օրը ժամը 12-ին Խորենը կանգնած էր Հանրապետության հրապարակում։ Եղանակը սառն էր, քամին փչում էր Արարատյան դաշտից, բայց նա չէր զգում ցուրտը։ Նրա ուշադրությունը կենտրոնացած էր ամեն մի անցորդի վրա։ Հանկարծ մի տղամարդ մոտեցավ նրան, մուգ բաճկոնով եւ ցածր գլխարկով։ Նա չնայեց Խորենի աչքերին, պարզապես մեկնեց նրան մի փոքր շագանակագույն ծրար եւ անհետացավ բազմության մեջ։ Ամբողջ գործողությունը տևեց 5 վայրկյան։ Խորենը վերցրեց ծրարը եւ զգաց, որ ներսում կա ինչ-որ բան ծանր, հավանաբար փաստաթղթեր։ Նա չսպասեց, վազեց դեպի իր մեքենան, նստեց ետևի նստատեղին եւ դողացող ձեռքերով բացեց ծրարը։ Ներսում կային 17 էջ, ռուսերեն կրեմլի կնիքով։ Առաջին էջի վերևում գրված էր. Протокол совещания по армянскому вопросу, январь 1991 года։ Խորենը սկսեց կարդալ եւ նրա դեմքը սպիտակեց։ Այն ինչ նա կարդում էր կփոխեր ամեն ինչ։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք երկրում, որտեղ ամեն ոք հավատում է, որ Մոսկվան պաշտպանում է ձեզ։ Պատկերացրեք, որ դուք ամբողջ կյանքում խոսել եք ռուսերեն, սովորել եք ռուսական դպրոցում, ծառայել եք խորհրդային բանակում, եւ հանկարծ դուք կարդում եք փաստաթուղթ, որտեղ գրված է, որ ձեր երկիրը պետք է զոհաբերվի ավելի մեծ շահերի համար։ Հենց այդպես զգաց Խորեն Աբրահամյանը, երբ կարդաց այդ 17 էջերը։ Փաստաթղթում նկարագրված էր մի հանդիպում, որտեղ ներկա էին Միխայիլ Գորբաչովի ամենամերձավոր խորհրդականները։ Նրանք քննարկում էին հայկական հարցը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Բայց այն, ինչ նրանք ասում էին, չէր նման հանրային հայտարարություններին։ Նրանք խոսում էին Հայաստանի մասին ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես խնդրի։ Մի խորհրդական առաջարկեց թույլ տալ իրավիճակի բնական զարգացումը, ենթադրելով, որ Ադրբեջանը ավելի կարևոր է էներգետիկ տեսանկյունից։ Մեկ այլ խորհրդական նշեց, որ հայերը միշտ գտնում են ելք, նրանք ունեն սփյուռք։ Երրորդը խոսեց վերակառուցման անհրաժեշտության մասին, նշելով, որ Հայաստանը չունի նավթ եւ գազ, ուստի պետք է սովորի ինքնուրույն լինել։ Խորենը կարդում էր այս տողերը եւ չէր կարող հավատալ։ Սա էր այն խորհրդային միությունը, որի համար նա խաղացել էր հարյուրավոր դերերում, որի համար նա երգել էր հայրենասիրական երգեր, որի համար նա դաստիարակել էր իր երեխաներին։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Փաստաթղթի 10-րդ էջում կար մի պարբերություն, որը սառեցրեց նրա արյունը։ Այնտեղ գրված էր, որ Կրեմլը արդեն ունի պլան B, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Այս պլանը ներառում էր Հայաստանի լիակատար էներգետիկ շրջափակում, ձմռանը, երբ ջերմաստիճանը իջնում է -20 աստիճանի։ Նրանք հաշվարկել էին, որ 3 ամիս առանց գազի եւ էլեկտրականության կբավականացնի, որpիսի Երևանը դառնա ավելի ճկուն։ Փաստաթղթում նույնիսկ նշված էր ճշգրիտ ամսաթիվը՝ 1991 թվականի դեկտեմբեր։ Խորենը նայեց օրացույցին։ Դեկտեմբերը միայն 10 ամիս հեռու էր։ Նա հասկացավ, որ պետք է անի ինչ-որ բան, բայց ինչ։
Եթե նա հրապարակեր այս փաստաթուղթը, ով կհավատար նրան։ Նա դերասան էր, ոչ թե քաղաքական գործիչ։ Մարդիկ կմտածեին, որ սա հերթական սցենար է։ Բայց եթե նա լռեր, ինչպես կարող էր ապրել իր հետ, իմանալով, որ իր ժողովուրդը քայլում է դեպի աղետ։ Խորենը վերադարձավ տուն եւ փակվեց իր աշխատասենյակում։ Նրա կինը Գոհարը զարմացավ։ Սովորաբար նա վերադառնում էր թատրոնից երեկոյան ուշ, բայց այսօր նա եկավ կեսօրին եւ անմիջապես փակեց դուռը։ Գոհարը մոտեցավ դռանը եւ լսեց, որ Խորենը խոսում է հեռախոսով։ Նրա ձայնը դողում էր։ Նա ասում էր. «Ես չեմ կարող այս մասին լռել։ Մարդիկ պետք է իմանան»։ Մյուս կողմից ինչ-որ մեկը պատասխանում էր, բայց Գոհարը չէր լսում խոսքերը։ Հետո Խորենը բարձրացրեց ձայնը. Ես չեմ վախենում։ Ես ապրել եմ 67 տարի։ Եթե պետք է մեռնեմ ճշմարտության համար, ես պատրաստ եմ։ Գոհարը զարհուրեց։ Ինչ էր կատարվում։ Ինչ ճշմարտություն։ Ինչու էր նրա ամուսինը խոսում մահվան մասին։ Նա բացեց դուռը եւ տեսավ Խորենին, նստած իր գրասեղանի առջև, գլուխը ձեռքերի մեջ։ Նրա առջև պառկած էին այդ 17 էջերը։ Գոհարը մոտեցավ եւ սկսեց կարդալ։ Երբ նա ավարտեց, նրա աչքերը լցված էին արցունքներով։ Նա նայեց ամուսնուն եւ ասաց. «Մենք պետք է այրենք սա։ Հիմա»։ Բայց Խորենը ցնցեց գլուխը։ Ես չեմ կարող։ Սա միակ ապացույցն է։ Հաջորդ օրերին Խորենը փորձեց գտնել մարդկանց, ովքեր կարող էին օգնել նրան։ Նա զանգահարեց հին ընկերներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, նույնիսկ մի քանի падգամավորների, բայց բոլորը նույն պատասխանն էին տալիս. Խորեն, դու հոգնած ես, քեզ հանգիստ է պետք։ Ոմանք ավելի անկեղծ էին. Եթե դու հրապարակես սա, քեզ կանբանեն դավաճան։ Մարդիկ չեն ուզում լսել, որ Մոսկվան մեզ դավաճանել է։ Խորենը հասկացավ, որ նա մենակ է։ Նա հասկացավ նաև, որ նրան հետևում են։ Երբ նա դուրս էր գալիս տնից, նա նկատում էր նույն մեքենան, մուգ Վոլգան, որը կայանված էր փողոցի անկյունում։ Երբ նա գնում էր թատրոն, նա զգում էր, որ ինչ-որ մեկը քայլում է նրա հետևից։ Մի օր, երբ նա վերադառնում էր տուն, նա տեսավ, որ նրա աշխատասենյակի դուռը բաց է։ Ինչ-որ մեկը եղել էր այնտեղ։ Նրա գրասեղանի դարակները բաց էին, գրքերը ցրված էին հատակին։ Բայց այդ 17 էջերը չէին վերցրել։ Խորենը պահել էր դրանք այլ վայրում, իր հին թատերական զգեստարանում, մի տուփի մեջ, որտեղ ոչ ոք երբեք չէր նայի։ 1991 թվականի մարտի սկզբին Խորենը ստացավ հրավեր մասնակցելու մի հեռուստահաղորդման։ Թեման էր արվեստագետի դերը ազգային ճգնաժամում։ Խորենը գիտեր, որ սա նրա հնարավորությունն է։ Նա կարող էր ուղիղ եթերում խոսել այդ փաստաթղթի մասին, բայց նա նաև գիտեր, որ սա կարող էր լինել նրա վերջին հանրային ելույթը։ Նա գնաց հեռուստաընկերություն։ Այդ 17 էջերը իր պայուսակում։ Ստուդիայում արդեն նստած էին մյուս հյուրերը՝ երկու գրող, մի բանաստեղծ եւ մի պատմաբան։ Նրանք բոլորը ծանոթ դեմքեր էին, մարդիկ, ում Խորենը հարգում էր։ Հաղորդավարը սկսեց հարցնել նրանց, ինչպես են նրանք տեսնում արվեստագետի դերը այս դժվար ժամանակներում։ Գրողները խոսեցին ազգային միասնության մասին, բանաստեղծը կարդաց մի նոր բանաստեղություն հայրենիքի մասին, պատմաբանը հիշեցրեց հայ ժողովրդի հերոսական անցյալը։ Հետո եկավ Խորենի հերթը։ Հաղորդավարը հարցրեց. Խորեն Բաբկենի, դուք ամբողջ կյանքում խաղացել եք հերոսների դերերում։ Ինչ կասեք այսօրվա հերոսներին։ Խորենը նայեց տեսախցիկին։ Նա տեսավ իր արտացոլանքը մոնիտորում։ Մի ծեր մարդ, ում դեմքը լի էր հոգսերով։ Նա բացեց բերանը խոսելու համար, բայց հանկարծ նկատեց ինչ-որ բան։ Ստուդիայի անկյունում կանգնած էր մի մարդ, մուգ կոստյումով։ Նա չէր աշխատում հեռուստաընկերությունում։ Խորենը տեսավ նրա աչքերը, սառը, զգուշացնող։ Եվ այդ պահին Խորենը հասկացավ, որ եթե նա խոսի, նա չի վերադառնա տուն։ Խորենը լռեց։ Նա նայեց հաղորդավարին եւ ասաց. Ներողություն, ես վատ եմ զգում։ Նա ոտքի ելավ եւ դուրս եկավ ստուդիայից։ Հաղորդավարը շփոթված էր։ Հյուրերը նայում էին միմյանց։ Բայց Խորենը չդադարեց։ Նա վազեց դեպի ելքը, նստեց իր մեքենան եւ քշեց տուն։ Ամբողջ ճանապարհին նա լաց էր լինում, որովհետեւ հասկացավ, որ նա վախկոտ է։ Նա լաց էր լինում, որովհետեւ հասկացավ, որ նա դավաճանել է իր ժողովրդին։ Նա լաց էր լինում, որովհետեւ հասկացավ, որ ճշմարտությունը երբեմն չափազանց ծանր է մի մարդու համար։ Երբ նա հասավ տուն, Գոհարը սպասում էր նրան։ Նա տեսավ նրա դեմքը եւ ամեն ինչ հասկացավ։ Նա գրկեց ամուսնուն եւ ասաց. Դու արեցիր ճիշտը։ Դու պահպանեցիր քո կյանքը։ Բայց Խորենը ցնցեց գլուխը։ Ոչ, ես կորցրի իմ հոգին։ Այդ գիշեր Խորենը նստեց իր աշխատասենյակում եւ գրեց մի նամակ։ Նա գրեց այն ձեռքով, իր հին թղթի վրա, որը պահում էր հատուկ առիթների համար։ Նամակը հասցեագրված էր Հայաստանի ժողովրդին։
Նամակում նա պատմեց ամեն ինչ, այդ 17 էջերի մասին, հանդիպման մասին, հանրապետության հրապարակում, Կրեմլի պլանների մասին։ Նա գրեց, որ չկարողացավ խոսել հանրայնորեն, որովհետև վախենում էր իր ընտանիքի համար։ Բայց նա գրեց նաև, որ այս նամակը պետք է պահվի եւ հրապարակվի, երբ ժամանակը գա։ Նա ստորագրեց նամակը, դրեց այն ծրարի մեջ, այդ 17 էջերի հետ միասին, եւ տվեց Գոհարին։ «Պահիր սա», ասաց նա։ «Երբ ես մեռնեմ, տուր սա մեր որդուն, նա կիմանա, թե ինչ անել դրանով»։ Գոհարը վերցրեց ծրարը եւ պահեց այն իր ամենաապահով վայրում, իր հին զարդերի տուփում, որտեղ պահում էր իր մոր մատանին եւ իր հարսանիքի լուսանկարները։ Հաջորդ օրը Խորենը չգնաց թատրոն։ Նա չգնաց նաեւ հաջորդ օրը։ Մի շաբաթ անց թատրոնի տնօրենը զանգահարեց նրան եւ հարցրեց, թե ինչ է կատարվում։ Խորենը ասաց, որ հիվանդ է։ Տնօրենը առաջարկեց բժիշկ ուղարկել, բայց Խորենը մերժեց։ Նա ասաց, որ պետք է հանգստանա, որ նա հոգնած է։ Իրականում Խորենը չէր հիվանդ։ Նա պարզապես չէր կարող դուրս գալ տնից։ Նա չէր կարող նայել մարդկանց աչքերին։ Նա չէր կարող կանգնել բեմում եւ խաղալ հերոսի դերը, երբ իրականում նա զգում էր իրեն դավաճանի պես։ Նա անցկացնում էր օրերը իր աշխատասենյակում, նստած պատուհանի մոտ, նայելով Երևանի փողոցներին։ Նա տեսնում էր մարդկանց, ովքեր քայլում էին իրենց առօրյա գործերով, չգիտակցելով, թե ինչ է սպասում նրանց։ Նա տեսնում էր երեխաներին, ովքեր խաղում էին բակերում, չգիտակցելով, որ մի քանի ամիս հետո նրանք կցրտեն իրենց տներում, որովհետև չի լինի ջերմություն։ Եվ նա չէր կարող անել ոչինչ։ Մարտի վերջին Խորենը ստացավ եւս մի հեռախոսազանգ։ Այս անգամ զանգահարողը ներկայացավ։ Նա ասաց, որ իր անունն է Վլադիմիր Պետրովիչ, եւ որ նա աշխատում է Մոսկվայում, մի կառույցում, որի անունը նա չի կարող ասել։ Նա ասաց, որ գիտի Խորենի մասին եւ գիտի այդ փաստաթղթի մասին։ Նա ասաց նաեւ, որ Խորենը արեց ճիշտ բանը, չխոսելով հանրայնորեն։ «Դուք փրկեցիք ձեր կյանքը», ասաց Վլադիմիր Պետրովիչը, «բայց դուք պետք է իմանաք, որ այդ փաստաթուղթը իսկական է։ Ամեն ինչ, ինչ գրված է այնտեղ, ճիշտ է, եւ ամեն ինչ կատարվելու է հենց այնպես, ինչպես պլանավորված է»։ Խորենը հարցրեց. «Ինչու եք ասում ինձ սա։ Ինչու եք ուզում, որ ես իմանամ»։ Վլադիմիր Պետրովիչը լռեց մի քանի վայրկյան, հետո ասաց. «Որովհետև ես հայ եմ։ Իմ մայրը հայուհի էր, եւ ես չեմ կարող լռել, երբ տեսնում եմ, թե ինչ են անում իմ ժողովրդի հետ։ Բայց ես չեմ կարող նաեւ խոսել հանրայնորեն։ Ես ունեմ ընտանիք, երեխաներ, ուստի ես ընտրեցի ձեզ։ Ես մտածեցի, որ դուք, Խորեն Աբրահամյանը, ազգի խղճմտանքը, կկարողանաք անել այն, ինչ ես չեմ կարող»։ Խորենը զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակը սեղմվում։ Նա ասաց. «Բայց ես չկարողացա։ Ես վախեցա»։ Վլադիմիր Պետրովիչը ասաց. «Ես գիտեմ, բայց դուք դեռ կարող եք անել ինչ-որ բան։ Պահպանեք այդ փաստաթուղթը։ Մի օր այն կպետք լինի որպես ապացույց»։ Եվ նա անջատեց հեռախոսը։ Ապրիլին Խորենը փորձեց վերադառնալ թատրոն։ Նա մտածեց, որ աշխատանքը կօգնի նրան մոռանալ։ Բայց երբ նա կանգնեց բեմում եւ սկսեց ասել իր տողերը, նա հանկարծ մոռացավ դրանք։ Նա կանգնած էր բեմի կենտրոնում, նայում էր դահլիճին լի մարդկանցով եւ չէր կարող հիշել, թե ինչ պետք է ասեր։ Ռեժիսորը շշնջաց նրան տողերը, բայց Խորենը չէր լսում։ Նա տեսնում էր միայն այդ մարդկանց դեմքերը, սպասող, հույսով լի։ Նրանք եկել էին տեսնելու իրենց սիրելի դերասանին, լսելու նրա ձայնը, զգալու նրա ուժը։ Բայց Խորենը չուներ այլևս ուժ։ Նա զգում էր իրեն դատարկ, ջարդված։ Նա դուրս եկավ բեմից եւ ասաց ռեժիսորին, որ չի կարող շարունակել։ Ռեժիսորը զայրացած էր, բայց Խորենը չէր հոգում։ Նա հագավ իր բաճկոնը եւ դուրս եկավ թատրոնից։ Նա երբեք չվերադարձավ։ Մայիսին Գոհարը սկսեց անհանգստանալ։ Խորենը գրեթե չէր ուտում, քիչ էր քնում, ամբողջ օրը նստում էր իր աշխատասենյակում։ Նա խոսում էր իր հետ, բարձր ձայնով, կրկնելով նույն հարցերը. «Ինչու ես լռեցի։ Ինչու ես վախեցա։ Ինչպես կարող եմ ապրել սրանով»։ Գոհարը փորձեց խոսել նրա հետ, բայց Խորենը չէր պատասխանում։ Նա ապրում էր իր սեփական աշխարհում, լի մեղքով եւ ցավով։ Մի օր Գոհարը գտավ նրան գետնին ընկած իր աշխատասենյակում։ Նա վախեցավ, որ Խորենը մեռել է, բայց նա շնչում էր։ Նա պարզապես քնած էր հոգնածությունից։ Գոհարը կանչեց շտապ օգնություն։ Բժիշկները եկան եւ տարան Խորենին հիվանդանոց։ Նրանք ասացին, որ նա ունի ծանր դեպրեսիա եւ որ նրան պետք է բուժում։ Բայց ինչպես կարող էին նրանք բուժել այն, ինչ կոտրված էր նրա ներսում։ Ինչպես կարող էին նրանք բուժել նրա խղճմտանքը։ Հունիսին Խորենը դուրս եկավ հիվանդանոցից։ Նա ավելի լավ էր զգում իր մարմնով, բայց ոչ իր հոգով։ Նա վերադարձավ տուն եւ շարունակեց ապրել իր մենության մեջ։
Նա չէր ընդունում այցելուներ, չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Նրա հին ընկերները փորձեցին այցելել նրան, բայց Գոհարը ասում էր, որ Խորենը հիվանդ է եւ չի կարող տեսնել ոչ ոքի։ Իրականում Խորենը չէր ուզում տեսնել ոչ ոքի։ Նա ամաչում էր իր թուլությունից։ Նա ամաչում էր, ոչ չկարողացավ լինել այն հերոսը, որին մարդիկ սպասում էին նրանից։ Նա ամբողջ կյանքում խաղացել էր հերոսների դերերում, քաջ մարդկանց, ովքեր պայքարում էին արդարության համար։ Բայց երբ եկավ իրական պահը, երբ նրանից պահանջվեց լինել հերոս իրական կյանքում, նա ձախողվեց։ Հուլիսին Խորենը սկսեց գրել։ Նա գրում էր ամեն օր, ժամերով։ Նա գրում էր իր կյանքի մասին, իր դերերի մասին, իր ձսին, իր ձախողման մասին։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է զգում իրեն, ապրելով այս սուտի մեջ։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է տեսնում մարդկանց փողոցում եւ ուզում ասել նրանց ճշմարտությունը, բայց չի կարող։ Նա գրում էր այն մասին, թե ինչպես է երազում գիշերները, որ նա կանգնած է բեմում եւ պատմում է ամբողջ պատմությունը, եւ մարդիկ լսում են նրան եւ հավատում։ Բայց հետո նա արթնանում էր եւ հասկանում, որ սա միայն երազ է։ Նա գրեց հարյուրավոր էջեր, բայց երբեք չցույց տվեց դրանք ոչ ոքի։ Նա պահում էր դրանք իր աշխատասենյակում, փակված դարակում։ Օգոստոսին Խորենը ստացավ նամակ։ Նամակը եկել էր Մոսկվայից, բայց առանց ուղարկողի անվան։ Ծրարի ներսում կար մի թերթ։ Մեկ նախադասությամբ։ Դեկտեմբերը մոտենում է։ Խորենը հասկացավ, թե ինչ է նշանակում սա։ Կրեմլի պլանը սկսելու էր իրականանալ։ Նա վերցրեց այդ թերթը եւ այրեց այն, բայց նա չէր կարող այրել իր հիշողությունը։ Նա չէր կարող այրել այն գիտակցությունը, որ նա գիտեր, թե ինչ է գալու, եւ չանի ոչինչ։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ լաց եղավ։ Նա լաց եղավ իր ժողովրդի համար, որը շուտով կտառապի։ Նա լաց եղավ իր անկարողության համար, օգնելու նրանց։ Նա լաց եղավ իր կյանքի համար, ոչինչ չանելու համար, որը դարձել էր մի երկար տանջանք։ Սեպտեմբերին Խորենը որոշեց անել վերջին փորձ։ Նա գրեց մի նամակ Միխայիլ Գորբաչովին։ Նամակում նա խնդրեց նրան չիրականացնել այդ պլանը։ Նա գրեց, որ հայ ժողովուրդը արդեն բավականաչափ տառապել է եւ որ էներգետիկ շրջափակումը կլինի մարդասիրական աղետ։ Նա գրեց, որ նա, Խորեն Աբրահամյանը, որպես Հայաստանի ամենահայտնի դերասան, աղերսում է նրան որպես մի մարդ մյուսին։ Նա ստորագրեց նամակը եւ ուղարկեց այն Կրեմլ։ Նա սպասեց պատասխանի։ Մի շաբաթ անցավ, հետո 2, հետո ամիս։ Պատասխան չեկավ։ Խորենը հասկացավ, որ նրա նամակը հավանաբար երբեք չի ասել Գորբաչովին, կամ եթե հասել է, այն անտեսվել է։ Նա հասկացավ, որ նա ոչինչ չի կարող փոխել։ Նա հասկացավ, որ պատմությունը արդեն գրված է, եւ որ նա պարզապես մի փոքր դերասան է այս մեծ ողբերգության մեջ։ Հոկտեմբերին եղանակը սկսեց սառչել։ Խորենը նստում էր իր աշխատասենյակում եւ նայում պատուհանից դուրս, տերևներին, որոնք ընկնում էին ծառերից։ Նա մտածում էր, որ շուտով այս տերևների պես կընկնի նաեւ նրա ժողովուրդը։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով, ովքեր փնտրում են փայտ տաքանալու համար։ Նա մտածում էր, որ շուտով Երևանի փողոցները կլցվեն մարդկանցով։ Խորենը նիհարել էր։ Նրա դեմքը դարձել էր մոխրագույն։ Նրա աչքերը կորցրել էին իրենց փայլը։ Արամը նստեց նրա կողքին եւ հարցրեց. Հայր, ի՞նչ է պատահել քեզ։ Ինչու ես այսպես։ Խորենը նայեց իր որդուն եւ ասաց. Ես գիտեմ մի գաղտնիք, որը սպանում է ինձ։ Արամը հարցրեց. Ինչ գաղտնիք։ Բայց Խորենը ցնցեց գլուխը։ Ես չեմ կարող ասել քեզ, դու դեռ երիտասարդ ես։ Դու ունես ամբողջ կյանքը քո առջև։ Ես չեմ ուզում քեզ վտանգի մեջ դնել։ Արամը ասաց. Բայց հայր, ես քո որդին եմ, ես ուզում եմ օգնել քեզ։ Խորենը ժպտաց, առաջին անգամ ամիսներ շարունակ։ Նա ասաց. Դուքն ես ինձ։ Բայց ոչ հիմա։ Երբ ես մեռնեմ, քո մայրը կտա քեզ մի ծրար։ Այդ ծրարում կլինի ամեն ինչ, ինչ դու պետք է իմանաս։ Եվ այն ժամանակ դու կորոշես, թե ինչ անել։ Դեկտեմբերի առաջին օրը սկսվեց։ Ճիշտ այնպես, ինչպես գրված էր այդ փաստաթղթում, Ադրբեջանը դադարեցրեց գազի մատակարարումը Հայաստան։ Պաշտոնական պատճառը էր տեխնիկական խնդիրներ, բայց բոլորը գիտեին իրական պատճառը։
Սա էր Մոսկվայի պատիժը Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի համար։ Խորենը լսեց լուրը ռադիոյով։ Նա նստած էր իր աշխատասենյակում, փաթաթված մի ծածկոտով, որովհետև տունը արդեն սառչում էր։ Նա լսեց հաղորդավարի ձայնը, որը ասում էր, որ քաղաքացիները պետք է խնայեն էլեկտրականությունը եւ որ կառավարությունը աշխատում է լուծել խնդիրը։ Բայց Խորենը գիտեր, որ խնդիրը չի լուծվի։ Նա գիտեր, որ սա միայն սկիզբն է։ Նա գիտեր, որ հաջորդ 3 ամիսները կլինեն ամենադժվարը Հայաստանի պատմության մեջ, եւ նա գիտեր, որ նա կարող էր կանխել սա։ Այդ գիշեր Խորենը չքնեց։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ լսեց քաղաքի ձայները։ Նա լսեց, թե ինչպես են մարդիկ քայլում փողոցներում, փնտրելով փայտ։ Նա լսեց, թե ինչպես են երեխաները լալիս ցրտից։ Նա լսեց, թե ինչպես է քաղաքը մեռնում։ Եվ նա գիտեր, որ սա նրա մեղքն է։ Ոչ թե նա դադարեցրեց գազը, ոչ թե նա ստեղծեց այս իրավիճակը, բայց նա գիտեր եւ չխոսեց։ Եվ այդ լռությունը նույնքան մեղավոր էր, որքան ինքը գործողությունը։ Դեմեկտեմբերի 2-րդ օրը Խորենը վերցրեց մի թերթ եւ գրեց իր վերջին նամակը։ Այս անգամ նամակը հասցեագրված էր իր որդուն, Արամին։ Նամակում նա գրեց. Իմ սիրելի որդի, երբ դու կարդաš սա, ես արդեն չեմ լինի։ Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես սիրում եմ քեզ եւ քո մորը ավելի, քան ինչ-որ բան այս աշխարհում։ Բայց ես չեմ կարող այլևս ապրել այս ցավի հետ։ Ես չեմ կարող այլևս նայել հայելուն եւ տեսնել մի դավաճանի։ Այո, դավաճանի։ Որովհետեւ ես դավաճանեցի իմ ժողովրդին։ Ես գիտեի, թե ինչ է գալու եւ չխոսեցի։ Ես վախեցա։ Եվ հիմա իմ ժողովուրդը տառապում է այն բանի համար, որ ես լռեցի։ Քո մայրը կտա քեզ մի ծրար։ Այդ ծրարում կլինի ապացույցը։ Դու կորոշես, թե ինչ անել դրանով։ Բայց խնդրում եմ, մի դատիր ինձ շատ խիստ։ Ես փորձեցի լինել զհերոս, բայց ես պարզապես մի մարդ էի։ Եվ երբեմն մարդիկ ձախողվում են։ Ներիր ինձ։ Քո հայրը Խորեն։ Նա ստորագրեց նամակը, դրեց այն ծրարի մեջ եւ տվեց Գոհարին։ Հետո նա գրկեց իր կնոջը եւ ասաց. Ես սիրում եմ քեզ։ Ներիր ինձ։ Գոհարը չհասկացավ, թե ինչու է նա ասում սա, բայց նա զգաց, որ ինչ որ բան սխալ է։ Նա ուզում էր հարցնել, բայց Խորենը արդեն գնացել էր իր աշխատասենյակ։ Նա փակեց դուռը եւ նստեց իր գրասեղանի առջև։ Նա նայեց պատուհանից դուրս, Երևանի ձմեռային երկնքին։ Նա տեսավ ձյունը, որը սկսում էր ընկնել։ Նա տեսավ մարդկանց, ովքեր շտապում էին տուն, փախչելով ցրտից։ Եվ նա մտածեց, որ շուտով նա կլինի ազատ այս ցավից։ Շուտով նա կլինի ազատ այս մեղքից։ Շուտով նա կլինի ազատ։ Բայց մինչ այդ նա ուներ մի վերջին բան անելու։ Նա վերցրեց մի թերթ եւ սկսեց գրել։ Նա գրեց ամեն ինչ, ինչ հիշում էր այդ փաստաթղթից։ Նա գրեց ամեն մանրամասն, ամեն անուն, ամեն ամսաթին, ամսաթիվ։ Նա գրեց 3 ժամ շարունակ, մինչև նրա ձեռքը սկսեց ցավել։ Բայց նա չդադարեց։ Նա պետք է ավարտեր սա։ Նա պետք է թողներ ապացույց։ Երբ նա ավարտեց, նա ուներ 10 էջ լի տեղեկություններով։ Նա դրեց այդ էջերը ծրարի մեջ, այդ 17 էջերի հետ միասին։ Հիմա ծրարում կային 27 էջ, ամբողջ ճշմարտությունը։ Նա կանչեց Գոհարին։ Երբ նա եկավ, Խորենը տվեց նրան ծրարը։ Սա ամենակարևոր բանն է, որ ես երբևէ արել եմ, ասաց նա։ Պահիչ սա։ Տուր Արամին, երբ ժամանակը գա։ Նա կիմանա, թե ինչ անել։ Գոհարը վերցրեց ծրարը եւ նայեց ամուսնուն։ Նրա աչքերը լցված էին արցունքներով։ Նա ուզում էր ասել ինչ-որ բան, բայց Խորենը դրեց իր մատը նրա շրթներին։ Շշ, ասաց նա։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես խոստանում եմ։ Բայց երկուսն էլ գիտեին, որ սա սուտ էր։ Այդ գիշեր Խորեն Աբրահամյանը մեկնեց այս աշխարհից։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ սրտի կաթվածից, բայց նրա մերձավորները գիտեին ճշմարտությունը։ Նա մահացավ կոտրված սրտից։ Նա մահացավ մեղքից։ Նա մահացավ, որովհետև չկարողացավ ապրել այն գիտակցությամբ, որ նա դավաճանել է իր ժողովրդին։ Նրա թաղմանը ներկա էին հազարավոր մարդիկ։ Նրանք եկան հրաժեշտ տալու իրենց սիրելի դերասանին, ազգի խղճմտանքին։ Նրանք լացում էին եւ ասում էին, թե որքան նրանք սիրում էին նրան։ Բայց ոչ ոք չգիտեր իրական պատճառը նրա մահվան։ Ոչ ոք չգիտեր այն գաղտնիքը, որը նա տարավ իր հետ գերեզման, բայց գաղտնիքը չմնաց գերեզմանում։ 3 տարի անց, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, Արամը վերադարձավ Երևան։ Գոհարը տվեց նրան այդ ծրարը։ Արամը բացեց այն եւ կարդաց ամեն ինչ՝ նամակները, փաստաթղթերը, իր հոր վերջին խոսքերը։ Երբ նա ավարտեց, նա հասկացավ ամեն ինչ։ Նա հասկացավ, թե ինչու իր հայրը տառապեց։ Նա հասկացավ, թե ինչու նա մեռավ։ Եվ նա որոշեց, որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։
Բայց երբ Արամը փորձեց հրապարակել այդ փաստաթղթերը, նա բախվեց նույն խնդրին, որին բախվել էր իր հայրը։ Ոչ ոք չէր ուզում հավատալ։ Ոչ ոք չէր ուզում ընդունել, որ Մոսկվան դավաճանել էր Հայաստանին։ Մարդիկ ասում էին, որ սա կեղծիք է, որ սա ռուսական ատելության արդյունք է։ Լրագրողները մերժեցին հրապարակել պատմությունը։ Քաղաքական գործիչները ասացին, որ սա վնասելու է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ Արամը հասկացավ, որ նույնիսկ մահից հետո, նույնիսկ երբ ճշմարտությունը հայտնի է, մարդիկ ընտրում են լռել։ Այսօր 35 տարի անց այդ փաստաթղթերը դեռ գոյություն ունեն։ Նրանք պահվում են մի անվտանգ վայրում, սպասելով այն օրվան, երբ աշխարհը պատրաստ կլինի լսել ճշմարտությունը։ Եվ Խորեն Աբրահամյանի պատմությունը դեռ պատմվում է ոչ թե որպես հերոսի պատմություն, այլ որպես մի մարդու պատմություն, ով փորձեց անել ճիշտը, բայց ձախողվեց։ Բայց գուցե ձախողումը չէր նրա լռությունը։ Գուցե ձախողումը էր մեր չլսելը։ Գուցե ձախողումը էր մեր չհավատալը։ Եվ գուցե մի օր, երբ մենք վերջապես պատրաստ կլինենք լսել, մենք կհասկանանք, որ Խորեն Աբրահամյանը չէր դավաճան։ Նա էր մի մարդ, ով փորձեց փրկել իր ժողովուրդը եւ վճարեց ամենաբարձր գինը՝ իր խաղաղությունը։ Բայց հարցը մնում է. ի՞նչ է գրված այդ 3 պակասող էջերում։ Ովքեր էին վերցրել դրանք։ Եվ ինչու։ Գուցե այդ էջերում էր ամենակարևոր ապացույցը։ Գուցե այդ էջերում էին անունները այն մարդկանց, ովքեր իրականում կայացրին որոշումը։ Գուցե այդ էջերում էր ճշմարտությունը, որը կփոխեր ամեն ինչ։ Եվ գուցե մի օր մենք կգտնենք այդ էջերը։ Բայց մինչ այդ մենք ունենք միայն Խորեն Աբրահամյանի պատմությունը։ Մի մարդու, ով իմացավ չափազանց շատ եւ վճարեց չափազանց շատ։ Պատկերացրեք, որ դուք բժիշկ եք, եւ դեռ ամենահայտնի պացիենտը, մարդը, ում ամբողջ երկիրը սիրում է, նստած է ձեր առջև եւ ասում. Ես մեռնում եմ ոչ թե հիվանդությունից, այլ այն բանից, ինչ գիտեմ։ 1991 թվականի հունվարին, 3 շաբաթ առաջ, քան Խորենը ստանար այդ ծրարը հանրապետության հրապարակում, նրա անձնական բժիշկը, դոկտոր Վահագն Սարգսյանը, գրեց մի նշում իր անձնական օրագրում։ Այդ նշումը երբեք չհրապարակվեց, բայց այսօր 35 տարի անց դոկտոր Սարգսյանի դուստրը համաձայնեց ցույց տալ մեզ այդ էջերը։ Այնտեղ գրված է. Խորենը չունի ֆիզիկական հիվանդություն, բայց նրա մարմինը քայքայվում է։ Նա կորցրել է 12 կիլոգրամ վերջին 2 ամսում։ Նա չի քնում գիշերները։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա փորձում է բռնել բաժակը։ Բայց ամենավատը նրա աչքերն են։ Երբ նա նայում է ինձ, ես տեսնում եմ մի մարդու, ով արդեն մեռած է ներսից։ Ինչ կարող էր սպանել մի մարդու ներսից։ Ինչ գաղտնիք կարող էր լինել այնքան ծանր, որ մարմինը սկսեր ինքնակայքայվել։ Եվ ինչու դոկտոր Սարգսյանը, որը տեսավ այս ամենը, երբեք չխոսեց այդ մասին, մինչև իր մահը 1990-98 թվականին։ Դոկտոր Սարգսյանը չէր միակ մարդը, ով նկատեց Խորենի փոփոխությունը։ Թատրոնում, որտեղ Խորենը աշխատել էր 40 տարի, նրա գործընկերները սկսեցին խոսել։ Նրանք նկատեցին, որ Խորենը այլևս չէր մնում թատրոնում ներկայացումներից հետո, ինչպես սովորաբար անում էր։ Նա այլևս չէր խմում թեյ դերասանների սենյակում, չէր պատմում իր հայտնի պատմությունները, չէր ծիծաղում։ Նա գալիս էր, խաղում էր իր դերը եւ անմիջապես հեռանում։ Մի երիտասարդ դերասանուհի, Լուսինե Գրիգորյանը, որը խաղում էր Խորենի դստեր դերը մի ներկայացումում, հիշում է մի պահ, որը նրան երբեք չմոռացավ։ Մենք բեմում էինք, եւ ես պետք է ասեի մի տող. հայր, ինչու ես լռում, երբ ճշմարտությունը պետք է ասվի։ Երբ ես ասացի այդ տողը, Խորեն Բաբկենին նայեցի եւ տեսա, որ նրա աչքերից արցունքներ են հոսում։ Սա չէր սցենարում։ Նա պարզապես կանգնած էր եւ լաց էր լինում։ Ռեժիսորը մտածեց, որ սա հրաշալի դերասանություն է, բայց ես գիտեի, որ սա իրական էր։ Նա չէր խաղում։ Նա ապրում էր այդ ցավը։ Բայց ամենաանհանգստացնող վկայությունը եկավ Խորենի անձնական վարորդից, Գևորգ Ավակյանից։ Գևորգը վարել էր Խորենի մեքենան 15 տարի եւ գիտեր նրա ամեն սովորությունը։ Նա հիշում է հունվարի 20-րդի երեկոն, երբ Խորենը խնդրեց տանել իրեն ոչ թե տուն, այլ հանրապետության հրապարակ։ Ես զարմացա, ասում է Գևորգը։ Ժամը արդեն 9 էր երեկոյան, ցուրտ էր, ձյուն էր գալիս։ Ես հարցրի ինչու, բայց նա ասաց, որ պետք է մտածի։ Մենք հասանք հրապարակ եւ նա ասաց, որ ես կարող եմ գնալ, որ նա կգնա տաքսիով։ Բայց ես չգնացի։ Ես մնացի մեքենայում եւ հետևեցի նրան։ Նա քայլում էր հրապարակում, շրջանակով, ձեռքերը գրպաններում, գլուխը ներքև։ Նա քայլեց մի ժամ։ Հետո նա նստեց մի նստարանին եւ պարզապես նստեց այնտեղ, նայելով դատարկ հրապարակին։
Ես մտածեցի, որ նա կորցրել է իր միտքը, բայց հետո ես տեսա, որ նա խոսում է իր հետ, բարձր ձայնով։ Ես չէի լսում խոսքերը, բայց ես տեսնում էի նրա շարժումները։ Նա ցնցում էր գլուխը, բարձրացնում էր ձեռքերը, կարծես վիճում էր ինչ-որ մեկի հետ, բայց հրապարակում ոչ ոք չկար։ Նա մենակ էր։ Այդ գիշերը, երբ Խորենը վերջապես վերադարձավ մեքենա, Գևորգը տեսավ նրա դեմքը լույսի տակ։ Նա նման էր մի մարդու, ով պատերազմ է տեսել, ասում է Գևորգը։ Նրա աչքերը դատարկ էին, նրա դեմքը սպիտակ էր։ Նա նստեց հետևի նստատեղին եւ ասաց միայն մեկ բան. տուն։ Ամբողջ ճանապարհին նա չխոսեց, բայց երբ մենք հասանք նրա տուն, նա դարձավ ինձ եւ ասաց. Գևորգ, եթե ինչ-որ բան պատահի ինձ, խոստացիր, որ կհոգաս իմ ընտանիքի մասին։ Ես հարցրի, ինչու է նա ասում սա, բայց նա պարզապես ժպտաց եւ դուրս եկավ մեքենայից։ Սա վերջին անգամն էր, երբ ես տեսա նրան ժպտում։ Ինչու Խորենը խոսում էր իր մահվան մասին 3 շաբաթ առաջ, քան ստանար այդ ծրարը։ Արդյոք նա արդեն գիտեր, որ ինչ-որ բան գալու է։ Արդյոք նա արդեն ստացել էր նախազգուշացում։ Կամ գուցե նա պարզապես զգում էր, որ նրա կյանքը փոխվելու է ընդմիշտ։ Հունվարի 21-ին, մի օր առաջ, քան Խորենը ստանար այդ ծրարը, տեղի ունեցավ ինչ-որ բան, որի մասին շատ քչերը գիտեն։ Խորենի տանը եկավ մի այցելու, ուշ երեկոյան։ Գոհարը հիշում է այդ պահը շատ պարզ։ Ժամը 11-ն էր գիշերը, երբ դռան զանգը հնչեց։ Ես զարմացա, որովհետև մենք երբեք չունեինք այցելուներ այդքան ուշ։ Ես բացեցի դուռը եւ տեսա մի տղամարդու, մոտավորապես 45 տարեկան, մուգ բաճկոնով եւ ակնոցով։ Նա հարցրեց, թե արդյոք Խորեն Բաբկենին տանն է։ Ես ասացի այո, բայց հարցրի ով է նա։ Նա ասաց, որ իր անունը Արտյոմ է եւ նա եկել է Մոսկվայից։ Նա ասաց, որ նրան շատ կարևոր բան ունի խոսելու Խորենի հետ։ Ես կանչեցի Խորենին, եւ երբ նա տեսավ այդ մարդուն, նրա դեմքը փոխվեց։ Նա դարձավ դեպի ինձ եւ ասաց. «Գոհար, խնդրում եմ, թող մեզ մենակ»։ Ես գնացի ննջասենյակ, բայց ես լսեցի նրանց ձայները իմ աշխատասենյակից։ Նրանք խոսում էին ռուսերեն, եւ թեև ես լավ չեմ հասկանում ռուսերեն, ես լսեցի մի քանի բառեր. փաստաթուղթ, վտանգ, Կրեմլ։ Նրանց զրույցը տևեց մոտ 40 րոպե։ Հետո այդ մարդը հեռացավ։ Երբ Խորենը եկավ ննջասենյակ, ես հարցրի, ով էր այդ մարդը։ Նա ասաց. «Մի հին ընկեր»։ Բայց ես գիտեի, որ սա ճիշտ չէ։ Խորենը երբեք չէր ունեցել ընկերներ Մոսկվայում։ Ով էր այդ Արտյոմը։ Ինչու էր նա եկել Խորենի տուն գիշերվա մեջ։ Եվ ինչով էր կապված նրանց զրույցը այն ծրարի հետ, որը Խորենը ստանալու էր հաջորդ օրը։ Մենք փորձեցինք գտնել այդ մարդուն, բայց անունը Արտյոմ շատ տարածված է, եւ առանց ազգանվան, առանց որևէ այլ տեղեկության, սա անհնար էր։ Բայց մի բան հստակ է. այդ այցելությունը չէր պատահական։ Ինչ որ մեկը ուզում էր նախապատրաստել Խորենին այն բանի համար, ինչ գալու էր։ Ինչ որ մեկը ուզում էր նախազգուշացնել նրան։ Կամ գուցե ինչ որ մեկը ուզում էր փորձել նրան, տեսնելու թե արդյոք նա պատրաստ է ընդունել այն, ինչ գալու էր։ Հաջորդ օրը, երբ Խորենը ստացավ այդ ծրարը հանրապետության հրապարակում, նա անմիջապես վերադարձավ տուն եւ փակվեց իր աշխատասենյակում։ Գոհարը հիշում է, որ նա լսեց Խորենի ձայնը կարդալիս բարձր ձայնով։ Նա կարդում էր ռուսերեն, եւ թեև ես չէի հասկանում բոլոր բառերը, ես լսեցի նրա ձայնի տոնը։ Սկզբում նա կարդում էր հանգիստ, բայց հետո նրա ձայնը սկսեց դողալ։ Հետո նա դադարեց կարդալ եւ ես լսեցի լռություն։ Այդ լռությունը տևեց երկար ժամանակ, գուցե 10 րոպե։ Հետո ես լսեցի մի ձայն, որը ես երբեք չմոռանամ։ Խորենը գոչում էր։ Ոչ թե բարձր, այլ մի խորը, ցավոտ գոչյուն, որը գալիս էր նրա հոգու խորքերից։ Ես վազեցի դեպի աշխատասենյակ եւ բացեցի դուռը։ Խորենը նստած էր հատակին, գլուխը ձեռքերի մեջ, եւ նրա ամբողջ մարմինը դողում էր։ Նրա շուրջը ցրված էին թղթեր։ Ես մոտեցա նրան եւ փորձեցի գրկել, բայց նա հեռացրեց ինձ։ Նա ասաց. «Մի դիպիր ինձ։ Ես կեղտոտ եմ։ Ես ապրում եմ մի երկրում, որը դավաճանված է, եւ ես ոչինչ չեմ արել»։ Այդ գիշեր Գոհարը նստեց Խորենի կողքին եւ կարդաց այդ փաստաթղթերը։ Երբ նա ավարտեց, նա հասկացավ ամեն ինչ։ Նա հասկացավ, թե ինչու Խորենը այդքան տառապում էր։ Նա հասկացավ, թե ինչու նա չէր կարող քնել գիշերները։ Նա հասկացավ, թե ինչու նա խոսում էր իր մահվան մասին։ Որովհետև այդ փաստաթղթերում գրված էր ոչ թե պարզապես քաղաքական որոշումների մասին, այլ մի ամբողջ ազգի ճակատագրի մասին։ Այնտեղ գրված էր, որ Հայաստանը դիտվում էր ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խնդրահարույց տարածք։ Այնտեղ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտվում էր ոչ թե որպես արդարության հարց, այլ որպես անհարմարություն։ Եվ ամենավատը, այնտեղ գրված էր, որ Կրեմլը պատրաստ էր զոհաբերել Հայաստանը,
պահպանելու իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որը ուներ նավթ եւ գազ։ Բայց կար մի մանրամասն, որը Գոհարը նկատեց եւ որը Խորենը չէր նկատել։ Փաստաթղթի վերջին էջում, ներքևում կար մի փոքր նշում՝ ձեռագիր։ Այնտեղ գրված էր. Պլան B-ն հաստատված է։ Սկիզբ դեկտեմբեր 91, տևողություն 3 ամիս։ Նպատակ՝ ճնշում ստեղծել Երևանի վրա, ընդունելու Բաքվի պայմանները։ Գոհարը ցույց տվեց այս նշումը Խորենին։ Նա կարդաց այն, եւ նրա դեմքը դարձավ ավելի սպիտակ, 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 ավելի սպիտակ։ Մենք պետք է ասենք մարդկանց։ Մենք պետք է նախազգուշացնենք նրանց։ Բայց Խորենը ցնցեց գլուխը։ Ով կհավատա մեզ։ Ես դերասան եմ, ոչ թե քաղաքական գործիչ։ Մարդիկ կմտածեն, որ սա հերթական սցենար է։ Բայց Գոհարը չհանձնվեց։ Նա ասաց. Եթե դու չես կարող խոսել հանրայինորեն, գուցե դու կարող ես խոսել մասնավոր կերպով։ Գուցե դու կարող ես գտնել մարդկանց, ովքեր կարող են օգնել։ Եվ այդպես սկսվեց Խորենի հանգույցը, գտնելու ինչ-որ մեկին, ով կկարողանար օգնել նրան։ Նա սկսեց զանգահարել իր հին ընկերներին, մարդկանց, ում նա վստահում էր, բայց ամեն մի զրույցը ավարտվում էր նույն կերպ։ Մարդիկ լսում էին նրան, հետո լռում էին, հետո ասում էին. Խորեն, դու հոգնած ես, քեզ հանգիստ է պետք։ Ոմանք ավելի անկեղծ էին։ Մի հին ընկեր, ով աշխատում էր կառավարությունում, ասաց նրան. Խորեն, ես հավատում եմ քեզ, բայց եթե դու հրապարակես սա, դու կանվանվես դավաճան։ Մարդիկ չեն ուզում լսել, որ Մոսկվան մեզ դավաճանել է։ Նրանք դեռ հավատում են Խորհրդային Միությանը։ Եթե դու ասես նրանց, որ Միությունը պատրաստվում է մեզ դավաճանել, նրանք կդառնան քեզ դեմ։ Այդ խոսքերը ջախջախեցին Խորենին։ Նա հասկացավ, որ նա մենակ է։ Նա հասկացավ, որ նույնիսկ նրանք, ում նա համարում էր ընկերներ, վախենում էին ճշմարտությունից։ Նա հասկացավ, որ երբեմն ամենավտանգավոր բանը չէ սուտը, այլ մարդկանց ցանկությունը հավատալ սուտին։ Բայց նա չհանձնվեց։ Նա շարունակեց փորձել։ Նա գրեց նամակներ լրագրողներին, քաղաքական գործիչներին, նույնիսկ մի քանի падգամավորների, բայց պատասխաններ չեկան։ Կամ եթե եկան, դրանք էին ընդհանուր, քաղաքավարի մերժումներ։ Շնորհակալություն ձեր հետաքրքրության համար, բայց մենք չենք կարող հրապարակել այս նյութը այս պահին։ Կամ մենք գնահատում ենք ձեր մտահոգությունը, բայց մենք պետք է ստուգենք այս տեղեկությունը։ Բայց ստուգումներ երբեք չեղան։ Հրապարակումներ երբեք չեղան։ Եվ Խորենը հասկացավ, որ նա պատերազմ է մղում դեմ ինչ-որ բանի, որը շատ ավելի հզոր է, քան նա երբևէ պատկերացրել էր։ Փետրվարի կեսերին Խորենը նկատեց, որ նրան հետևում են։ Սկզբում սա էին փոքր բաներ, նույն մեքենան, որը կայանված էր նրա տան մոտ ամեն առավոտ, նույն մարդը, որը նստում էր նրա հետևում ավտոբուսում։ Բայց հետո սա դարձավ ավելի ակնհայտ։ Մի օր, երբ նա վերադառնում էր տուն թատրոնից, նա նկատեց, որ նրա աշխատասենյակի պատուհանի վարագույրը շարժվել է։ Նա գիտեր, որ նա փակել էր այն առավոտյան։ Նա մտավ տուն եւ տեսավ, որ նրա գրասեղանի դարակները բաց են։ Ինչ-որ մեկը եղել էր այնտեղ։ Ինչ-որ մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Բայց այդ փաստաթղթերը չէին վերցրել։ Խորենը պահել էր դրանք այլ վայրում, իր հին թատերական զգեստարանում, մի տուփի մեջ, որտեղ ոչ ոք երբեք չէր նայի։ Բայց այդ այցելությունը ուղարկեց մի հստակ ուղերձ. Մենք գիտենք, թե ինչ ունես դու, եւ մենք հետևում ենք քեզ։ Այդ գիշեր Խորենը չքնեց։ Նա նստեց իր աշխատասենյակում, ծխում էր մի սիգարետից հետո մյուսը եւ մտածում։ Նա մտածում էր իր ընտրությունների մասին։ Նա կարող էր հրապարակել այդ փաստաթղթերը եւ ռիսկի ենթարկել իր կյանքը եւ իր ընտանիքի կյանքը։ Կամ նա կարող էր լռել եւ ապրել իր մեղքի հետ։ Երկու ընտրությունները սարսափելի էին, բայց որն էր ավելի սարսափելի։ Մեռնելը ճշմարտության համար, 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 ճշմարտության համար,
ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար, ճշմարտության համար։ Նա պատրաստել էր մի ամբողջ խոսք, սկսելով այն բանից, թե ինչպես նա ստացավ այդ փաստաթղթերը, շարունակելով դրանց բովանդակությամբ եւ ավարտելով մի կոչով դեպի հայ ժողովուրդը, պատրաստվել այն բանին, ինչ գալու էր։ Նա պատրաստ էր։ Նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ ճշմարտության համար։ Բայց երբ նա մտավ ստուդիա եւ տեսավ այդ մարդուն, մուգ կոստյումով կանգնած անկյունում, նրա սառը զգուշացնող աչքերը, Խորենը հասկացավ ինչ-որ բան։ Նա հասկացավ, որ եթե նա խոսեր, նա չէր սպանվելու միայն։ Նրա ընտանիքը նույնպես վտանգի մեջ էր, Գոհարը, Արամը, նրա թոռները, բոլորը։ Եվ այդ պահին Խորենը կատարեց ամենադժվար ընտրությունը իր կյանքում։ Նա ընտրեց լռել։ Նա ընտրեց փրկել իր ընտանիքը, զոհաբերելով իր հոգին։ Երբ հաղորդավարը հարցրեց նրան, թե ինչ ուզում է ասել նա այսօրվա հերոսներին, Խորենը բացեց բերանը, բայց խոսքերը չեկան։ Նա նայեց տեսախցիկին, տեսավ իր արտացոլանքը մոնիտորում եւ հասկացավ, որ նա չէր կարող անել սա։ Նա չէր կարող դնել իր ընտանիքը վտանգի մեջ։ Նա ասաց, որ վատ է զգում եւ դուրս եկավ ստուդիայից։ Եվ այդ պահից սկսվեց նրա իրական տանջանքը։ Որովհետեւ Խորենը հասկացավ, որ նա ընտրել էր ապրել, բայց ապրել մի կյանքում, որ այլևս արժե չուներ։ Նա ընտրել էր փրկել իր ընտանիքը, բայց կորցրել էր իր հոգին։ Նա ընտրել էր լռությունը, բայց այդ լռությունը սպանում էր նրան ամեն օր մի փոքր ավելի։ Եվ երբ դեկտեմբերին սկսվեց էներգետիկ շրջափակումը, երբ Երևանի փողոցները լցվեցին մարդկանցով, ովքեր փնտրում էին փայտ տաքանալու համար, երբ հիվանդանոցները լցվեցին երեխաներով, ովքեր հիվանդացել էին ցրտից, Խորենը գիտեր, որ սա նրա մեղքն էր։ Նա գիտեր եւ չխոսեց։ Եվ այդ գիտակցությունը սպանեց նրան ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն կարող էր։ Բայց արդյոք Խորենը իսկապես ձախողվեց։ Արդյոք նա իսկապես դավաճան էր։ Կամ գուցե նա պարզապես մի մարդ էր, ով կանգնած էր անհնար ընտրության առջև եւ արեց այն, ինչ ցանկացած հայր, ցանկացած ամուսին կաներ, պաշտպանեց իր ընտանիքը։ Գուցե իրական հարցը չէ այն, թե ինչու Խորենը լռեց, այլ այն, թե ինչու նա մենակ էր։ Ինչու ոչ ճնչու ոչ ոք չօգնեց նրան։ Ինչու բոլորը դարձան իրենց գլուխը, երբ նա փորձեց ասել ճշմարտությունը։ Գուցե իրական դավաճանությունը չէր Խորենի լռությունը, այլ մեր բոլորի լռությունը։ Նրանց, ովքեր լսեցին եւ չհավատացին, նրանց, ովքեր տեսան եւ չօգնեցին, նրանց, ովքեր գիտեին եւ ընտրեցին անտեսել։ Պատկերացրեք, որ դուք մտնում եք մի սենյակ, որի գոյությունը պաշտոնապես երբեք չի ճանաչվել։ Սենյակ, որը գտնվում է Երևանի կենտրոնում, բայց որի մասին գիտեն միայն 12 մարդիկ։ Սենյակ, որտեղ կայացել են հանդիպումներ, որոնք փոխել են Հայաստանի պատմությունը, բայց որոնց մասին ոչ մի արձանագրություն չկա։ 1991 թվականի ապրիլին, 2 ամիս անց Խորենի ձախողված հեռուստահանդեսից, այս սենյակում հավաքվեցին 12 մարդիկ։ Նրանք չէին պաշտոնական կառույցի անդամներ։ Նրանք չէին կառավարության ներկայացուցիչներ։ Նրանք էին ինչ-որ բան ավելի վտանգավոր։ Նրանք էին ներքին շրջանակը, խումբ, որը գիտեր Խորենի գաղտնիքը եւ որոշել էր, որ այդ գաղտնիքը պետք է մնա թաղված։ Ո՞վ էին այս մարդիկը։ Ինչպես էին նրանք իմացել Խորենի մասին։ Եվ ամենակարևորը, ինչու էին նրանք այդքան վախենում, որ ճշմարտությունը դուրս գա։ Այսօր, 35 տարի անց, մենք առաջին անգամ կպատմենք այս խմբի մասին, խումբ, որը որոշեց Խորեն Աբրահամյանի ճակատագիրը։ Այս 12 մարդկանցից միայն 3-ը դեռ կենդանի են։ Մեկը համաձայնեց խոսել մեզ հետ, պայմանով, որ մենք չհրապարակենք նրա անունը։ Նա ասաց. «Մենք չէինք չար մարդիկ։ Մենք պարզապես հասկանում էինք, որ եթե Խորենի փաստաթուղթը հրապարակվեր, Հայաստանը կդառնար Մոսկվայի թշնամի։ Եվ 1991 թվականին, երբ մենք դեռ կախված էինք Խորհրդային Միությունից, մեր էներգիայի, մեր սննդի, մեր ամեն ինչի համար, դա նշանակում էր մահ։ Ոչ թե մեկ մարդու մահ, այլ ամբողջ ազգի մահ»։ Այս խոսքերը հնչում են տրամաբանակական, նույնիսկ ողջամիտ։
Բայց արդյոք դրանք արդարացնում են այն, ինչ եղավ հետո։ Արդյոք դրանք արդարացնում են այն, որ Խորենը մեռավ մենակ, կոտրված, համոզված, որ նա դավաճան է։ Արդյոք դրանք արդարացնում են այն, որ ճշմարտությունը թաղվեց 35 տարի։ Այս խումբը հանդիպում էր ամեն երկուշաբթի երեկո կուշապան ժամը 8-ից մինչև 10-ը։ Նրանք հանդիպում էին մի հին շենքում, որը պաշտոնապես պատկանում էր գրողների միությանը, բայց որի երրորդ հարկում կար մի սենյակ, որը չէր նշված ոչ մի պլանում։ Այս սենյակ մուտք գործելու համար պետք էր իմանալ հատուկ կոդ, 3 անգամ թակել դուռը, սպասել 5 վայրկյան, հետո 2 անգամ թակել։ Միայն այն ժամանակ դուռը բացվում էր։ Ներսում սենյակը պարզ էր։ Մի սեղան, 12 աթոռ, ոչ մի պատուհան։ Պատերը հաստ էին, ձայնամեկուսացված։ Այն, ինչ խոսվում էր այս սենյակում, մնում էր այս սենյակում։ Եվ այն, ինչ նրանք խոսեցին Խորենի մասին, սարսափելի էր։ Մեր աղբյուրը հիշում է առաջին հանդիպումը, երբ Խորենի անունը հնչեց։ Մեկը բերեց լուր, որ Խորեն Աբրահամյանը ստացել է փաստաթուղթ Մոսկվայից, Կրեմլի ներքին քննարկումների արձանագրություն։ Սկզբում մենք չհավատացինք։ Ինչպես կարող էր մի դերասան ստանալ այդպիսի փաստաթուղթ։ Բայց հետո մեկ այլ անդամ հաստատեց։ Նա ուներ աղբյուր անվտանգության կոմիտեում, ով տեսել էր Խորենի տան հսկողության զեկույցը։ Խորենը փորձում էր գտնել մարդկանց, ովքեր կհրապարակեին այդ փաստաթուղթը։ Նա զանգահարել էր լրագրողներին, քաղաքական գործիչներին։ Եվ մենք հասկացանք, որ եթե նա շարունակեր, ինչ որ մեկը ի վերջո կհամաձայներ, եւ այն ժամանակ ամեն ինչ կավարտվեր։ Խումբը քննարկեց տարբեր տարբերակներ։ Ոմանք առաջարկեցին գողանալ փաստաթուղթը, ուրիշներ առաջարկեցին սպառնալ Խորենին, բայց ամենավտանգավոր առաջարկը եկավ ամենաերիտասարդ անդամից՝ 35 տարեկան մարդ, ով աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նա ասաց. «Մենք պետք է ապահովենք, որ Խորենը երբեք չխոսի։ Եվ միակ ճապահովել, որ նա չուզի խոսել, ինչպես կարող ես ստիպել մի մարդու չուզել խոսել ճշմարտությունը։ Ինչպես կարող ես կոտրել մի մարդու, ով արդեն կոտրված է իր խղճումտանքից։ Պատասխանը պարզ էր. դու ցույց տաս նրան, որ խոսելը կվնասի ոչ թե նրան, այլ նրանց, ում նա սիրում է»։ Խումբը որոշեց կենտրոնանալ Խորենի ընտանիքի վրա։ Նրանք սկսեցին հետևել Գոհարին, երբ նա գնում էր շուկա։ Նրանք սկսեցին հետևել Արամին Մոսկվայում։ Նրանք ապահովեցին, որ Խորենը տեսներ, որ նրան հետևում են։ Նրանք ապահովեցին, որ նա զգար, որ նրա ընտանիքը վտանգի մեջ է։ Եվ երբ Խորենը ստացավ հրավերը հեռուստահաղորդման, խումբը գիտեր, որ սա վճռորոշ պահն է։ Նրանք ուղարկեցին մի մարդու ստուդիա, կանգնելու անկյունում, նայելու Խորենին այն սառը զգուշացնող նայվածքով։ Եվ դա աշխատեց։ Խորենը լռեց։ Բայց խումբը չդադարեց այնտեղ։ Նրանք հասկացան, որ Խորենը դեռ ուներ այդ փաստաթուղթը, եւ քանի դեռ այդ փաստաթուղթը գոյություն ուներ, վտանգը մնում էր։ Նրանք պետք է գտնեին այն եւ ոչնչացնեին, բայց ինչպես։ Խորենը պահում էր այն ինչ որ վայրում, որտեղ նույնիսկ նրա տան խուզարկությունը չէր կարողացել գտնել։ Խումբը որոշեց սպասել։ Նրանք գիտեին, որ Խորենը տառապում է։ Նրանք գիտեին, որ նա կոտրվում է։ Եվ 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 նրանք գիտեին, որ նա կոտրվում է։ Տրվում է։ Եվ նրանք գիտեին, որ նա կոտրվում 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 է։ Եվ նրանք գիտեին։ Խորենը պարզապես սովորել էր թաքցնել իր ցավը։ Նա սովորել էր ժպտալ, երբ ներսից մեռնում էր։ Նա սովորել էր ասել «Ես լավ եմ», երբ իրականում նա կոտրված էր։ Բայց խումբը չէր խաբվում։ Նրանք գիտեին, որ Խորենը ապրում է իր վերջին ամիսները, եւ նրանք սկսեցին պլանավորել, թե ինչպես ստանալ այդ փաստաթուղթը, երբ նա մեռներ։ Հուլիսին խումբը ստացավ անսպասելի լուր։ Խորենը գրում էր.
Նա գրում էր ամեն օր, ժամերով, բայց ինչով։ Արդյոք նա գրում էր իր հուշերը։ Արդյոք նա գրում էր ամբողջ պատմությունը այդ փաստաթղթի մասին, Կրեմլի դավաճանության մասին, իր սեփական ձախողման մասին։ Եթե այդպես էր, ապա նրանք ունեին նոր խնդիր։ Նրանք պետք է գտնեին ոչ միայն փաստաթուղթը, այլ նաև Խորենի գրածները։ Խումբը որոշեց ուժեղացնել հսկողությունը։ Նրանք տեղադրեցին լսող սարքեր Խորենի տան մոտ։ Նրանք կաշառեցին նրա հարևանին, զեկուցելու, թե ով է այցելում Խորենին։ Նրանք նույնիսկ փորձեցին կաշառել Գոհարին, բայց նա մերժեց։ Գոհարը գիտեր, որ ինչ-որ բան սխալ է։ Նա զգում էր, որ նրանց հետևում են, բայց նա չգիտեր, թե ինչ անել։ Օգոստոսին Խորենը ստացավ այդ նամակը Մոսկվայից, մեկ նախադասությամբ. Դեկտեմբերը մոտենում է։ Խումբը գիտեր այդ նամակի մասին։ Իրականում նրանք էին ուղարկել այն։ Նրանք ուզում էին հիշեցնել Խորենին, որ ժամանակը սպառվում է։ Նրանք ուզում էին ճնշել նրան, տեսնել, թե ինչպես կարձագանքի։ Եվ Խորենը արձագանքեց ճիշտ, այնպես ինչպես նրանք ակնկալում էին։ Նա այրեց նամակը։ Նա լաց եղավ։ Նա նստեց իր աշխատասենյակում եւ տառապեց, բայց նա չխոսեց։ Նա դեռ չէր պատրաստ հանձնվել։ Սեպտեմբերին Խորենը գրեց նամակ Միխայիլ Գորբաչովին։ Խումբը գիտեր այդ նամակի մասին նույնպես։ Նրանք ունեին մարդ փոստում, ով ընտրովի ստուգում էր որոշակի նամակներ։ Երբ նրանք տեսան Խորենի նամակը, հասցեագրված Կրեմլին, նրանք գիտեին, որ պետք է գործեն։ Նրանք խլեցին այդ նամակը։ Նրանք ապահովեցին, որ այն երբեք չհասներ Գորբաչովին։ Եվ նրանք ուղարկեցին Խորենին մի նոր ուղերձ, ոչ թե բառերով, այլ գործողություններով։ Նրանք ապահովեցին, որ Խորենը տեսներ, որ նրա նամակը անտեսվել է։ Նրանք ապահովեցին, որ նա զգար իր անկարողությունը։ Նրանք ապահովեցին, որ նա հասկանար, նա մենակ է։ Հոկտեմբերին Խորենը դադարեց ուտել։ Խումբը ստացավ զեկույց դոկտոր Սարգսյանից, ով այժմ աշխատում էր նրանց համար։ Դոկտորը ասաց, որ Խորենը մոտենում է վերջին։ Նրա մարմինը քայքայվում է։ Նրա սիրտը թուլանում է։ Նա ապրելու է ամենաշատը 2 ամիս։ Խումբը որոշեց սպասել։ Նրանք գիտեին, որ շուտով ամեն ինչ կավարտվի։ Շուտով Խորենը կմեռնի, եւ նրանք կկարողանան գտնել այդ փաստաթուղթը եւ ոչնչացնել այն։ Շուտով այս ամբողջ ճգնաժամը կավարտվի։ Նոյեմբերին Խորենը գրեց իր վերջին նամակը, հասցեագրված իր որդուն Արամին։ Խումբը չգիտեր այդ նամակի մասին։ Խորենը գրել էր այն գիշերվա մեջ, երբ բոլորը քնած էին։ Նա գրել էր այն իր վերջին ուժերով, եւ նա տվել էր այն Գոհարին, ծրարի հետ միասին, որտեղ կային այդ փաստաթղթերը։ Գոհարը պահեց այն իր ամենաապահով վայրում, իր հին զարդերի տուփում, եւ խումբը երբեք չիմացավ։ Դեկտեմբերի առաջին օրը սկսվեց էներգետիկ շրջափակումը։ Ճիշտ այնպես, ինչպես գրված էր այդ փաստաթղթում։ Ճիշտ այնպես, ինչպես Խորենը գիտեր, որ կլիներ։ Երևանի փողոցները լցվեցին մարդկանցով, ովքեր փնտրում էին փայտ։ Հիվանդանոցները լցվեցին, երերը լցվեցին երեխաներով, ովքեր հիվանդացել էին սրտից։ Եվ Խորենը նստած էր իր աշխատասենյակում փաթաթված ծածկոտով եւ գիտեր, որ սա նրա մեղքն է։ Նա գիտեր եւ չխոսեց։ Եվ այդ գիտակցությունը սպանեց նրան։ Դեկտեմբերի 2-րդ օրը Խորենը գրեց իր վերջին խոսքերը։ Նա գրեց դրանք մի փոքր թղթի վրա, որը նա դրեց ծրարի մեջ, այդ փաստաթղթերի հետ միասին։ Այնտեղ գրված էր. Ես չէի դավաճան։ Ես պարզապես հայր էի, ով փորձեց պաշտպանել իր ընտանիքը, բայց գուցե դա նույնն է։ Հետո նա տվեց ամբողջ ծրարը Գոհարին եւ ասաց. «Տուր սա Արամին, երբ ես մեռնեմ։ Նա կիմանա, թե ինչ անել»։ Եվ այդ գիշեր Խորեն Աբրահամյանը մեկնեց այս աշխարհից։ Խումբը լսեց Խորենի մահվան մասին հաջորդ առավոտյան։ Նրանք անմիջապես գործեցին։ Նրանք ուղարկեցին 2 մարդկանց Խորենի տուն, արտահայտելու ցավակցություն Գոհարին, բայց իրական նպատակը էր փնտրել այդ փաստաթուղթը։ Նրանք փնտրեցին ամենուր, աշխատասենյակում, ննջասենյակում, նույնիսկ նկուղում, բայց նրանք ոչինչ չգտան։ Փաստաթուղթը անհետացել էր։ Խումբը խուճապի մատնվեց։ Նրանք հարցաքննեցին Գոհարին, բայց նա ասաց, որ ոչինչ չգիտի։ Նրանք հարցաքննեցին դոկտոր Սարգսյանին, Գևորգ Վարորդին, նույնիսկ Լուսինե դերասանուհուն, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր։ Փաստաթուղթը անհետացել էր, կարծես երբեք չէր գոյություն ունեցել։ Բայց փաստաթուղթը գոյություն ուներ։ Այն պահվում էր Գոհարի զարդերի տուփում, սպասելով այն օրվան, երբ Արամը վերադառնար Երևան։ Եվ երբ նա վերադարձավ 3 տարի անց, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, Գոհարը տվեց նրան այդ ծրարը։ Արամը բացեց այն եւ կարդաց ամեն ինչ։ Եվ նա որոշեց, որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Բայց երբ Արամը փորձեց հրապարակել այդ փաստաթղթերը, նա բախվեց նույն ուժին, որին բախվել էր իր հայրը։ Խումբը դեռ գոյություն ուներ։ Նրանք դեռ ուժեղ էին, եւ նրանք դեռ վախենում էին ճշմարտությունից։ Նրանք սպառնացին Արամին։
Նրանք սպառնացին նրա ընտանիքին։ Նրանք ապահովեցին, որ ոչ մի լրագրող չհրապարակեր պատմությունը, եւ Արամը, ինչպես իր հայրը, ընտրեց լռել։ Ոչ թե որովհետև նա վախկոտ էր, այլ որովհետև նա հասկացավ, որ որոշ ճշմարտություններ չափազանց վտանգավոր են։ Այսօր, 35 տարի անց, այդ խումբը այլևս չգոյություն ունի։ 12 անդամներից 9 մեռել են։ 3-ը, ովքեր դեռ կենդանի են, ծեր են, հիվանդ են, մոտենում են իրենց վերջին, բայց նրանց գործերը դեռ ապրում են։ Նրանց որոշումները դեռ ազդում են մեր վրա, եւ նրանց գաղտնիքները դեռ թաղված են։ Բայց գուցե ժամանակը եկել է բացահայտել այդ գաղտնիքները։ Գուցե ժամանակը եկել է պատմել ճշմարտությունը, ոչ թե վրեժ խնդրության համար, այլ հասկանալու համար։ Որովհետև միայն երբ մենք հասկանանք անցյալը, մենք կկարողանանք կառուցել ավելի լավ ապագա։ Բայց մի հարց մնում է. ո՞վ էր այդ Արտյոմը, ով այցելեց Խորենին հունվարի 21-ին։ Ո՞վ էր այդ մարդը, ով նախազգուշացրեց Խորենին մի օր առաջ, քան նա ստանար այդ ծրարը։ Արդյոք նա էր այն մարդը, ով ուղարկեց փաստաթուղթը։ Արդյոք նա էր Վլադիմիր Պետրովիչը, ով հետո զանգահարեց Խորենին եւ ասաց, որ իր մայրը հայուհի էր։ Կամ գուցե նա էր ինչ-որ մեկ այլ, ինչ-որ մեկը, ով աշխատում էր երկու կողմերի համար, ով փորձում էր պահպանել հավասարակշռությունը, ով ուզում էր, որ ճշմարտությունը դուրս գար, բայց ոչ այնպես, որ ամեն ինչ փլուզվեր։ Գուցե մենք երբեք չիմանանք, բայց գուցե դա կարևոր չէ։ Գուցե կարևորը այն է, որ ինչ-որ մեկը փորձեց, ինչ-որ մեկը համարձակվեց, ինչ-որ մեկը հավատաց, որ ճշմարտությունը արժե ռիսկի։ Պատկերացրեք, որ դուք մտնում եք մի սենյակ, որը չի բացվել 30 տարի։ Սենյակ, որտեղ օդը հաստ է փոշուց եւ մոռացումից։ Սենյակ, որտեղ պահվում են փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսնեին լույսը։ 1998 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ, ազգային արխիվի աշխատակիցները սկսեցին գույքագրել հին փաստաթղթերը։ Նրանք գտան հազարավոր ֆայլեր Անվտանգության կոմիտեի, KGB-ի, տարբեր գաղտնի ծառայությունների, բայց կար մի սենյակ, որը նշված էր որպես հատուկ պահպանում։ Այս սենյակը ուներ 2 փական, 2 զինված պահակ, եւ մուտքը թույլատրված էր միայն 3 մարդկանց։ Երբ արխիվի նոր տնօրենը Վարդան Հովանիսյանը պահանջեց բացել այս սենյակը, նրան ասացին, որ բանալին կորել է, բայց Վարդանը չհանձնվեց։ Նա բերեց կողպեքնորդ, եւ նրանք բացեցին դուռը։ Ինչով էին նրանք գտնում ներսում։ Ինչ գաղտնիքներ էին թաղված այս սենյակում 30 տարի։ Եվ ինչու, երբ Վարդանը սկսեց կարդալ այդ փաստաթղթերը, նա անմիջապես փակեց սենյակը եւ երբեք չխոսեց այն մասին, ինչ տեսավ։ Վարդան Հովանիսյանը մեռավ 1999 թվականին, սրտի կաթվածից։ Նա 65 տարեկան էր։ Նրա ընտանիքը ասաց, որ նա միշտ առողջ էր եղել, երբեք չէր ունեցել սրտի խնդիրներ, բայց մի օր, երբ նա աշխատում էր արխիվում, նա պարզապես ընկավ իր գրասեղանի վրա եւ մեռավ։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված էր, բայց նրա օգնականը Աննա Սարգսյանը, ով աշխատում էր նրա հետ 10 տարի, հիշում է այն օրը շատ տարբեր։ Վարդանը եկավ աշխատանքի այդ առավոտ եւ անմիջապես գնաց այդ հատուկ սենյակ։ Նա ասաց, որ պետք է ավարտի մի բան։ Նա մտավ ներս եւ փակեց դուռը։ Ես լսեցի, թե ինչպես նա շարժում էր տուփերը, բացում էր դարակները։ Նա այնտեղ էր 3 ժամ։ Հետո նա դուրս եկավ եւ նրա դեմքը սպիտակ էր։ Նա նստեց իր գրասեղանի մոտ եւ սկսեց գրել ինչ-որ բան։ Ես մոտեցա եւ հարցրի, թե արդյոք ամեն ինչ լավ է։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Աննա, եթե ինչ-որ բան պատահի ինձ, խոստացիր, որ կփակես այդ սենյակը եւ երբեք չբացես այն»։ Ես հարցրի ինչու, բայց նա պարզապես ցնցեց գլուխը։ Հետո մի ժամ անց նա ընկավ։ Շտապ օգնությունը եկավ, բայց արդեն ուշ էր։ Նա մեռել էր։ Ինչով էր Վարդանը գտել այդ սենյակում։ Ինչ փաստաթուղթ էր նա կարդացել, որը սպանեց նրան։ Աննան պահպանեց իր խոստումը։ Նա փակեց այդ սենյակը եւ երբեք չբացեց այն։ Բայց նա պահեց մի բան, որը Վարդանը գրել էր այդ վերջին ժամին։ Մի փոքր թերթ, որտեղ գրված էր. «Ես գտա Խորենի գործը։ Ամեն ինչ այնտեղ է. փաստաթղթերը, նամակները, նույնիսկ այն 3 էջերը, որոնք պակասում էին։ Բայց ես չեմ կարող հրապարակել սա։ Ես չեմ կարող անել այն, ինչ Խորենը չկարողացավ, որովհետև ես գիտեմ, թե ինչ կլինի, եթե ես անեմ։ Ես գիտեմ, թե ովքեր կտուժեն, եւ ես չեմ կարող կրել այդ պատասխանատվությունը։ Ուստի ես թողնում եմ սա այստեղ, այս սենյակում, թաղված։ Գուցե մի օր, երբ աշխարհը պատրաստ կլինի, ինչ որ մեկը կգտնի սա եւ կհրապարակի, բայց ոչ այսօր, ոչ ինձնից»։ Այսօր 26 տարի անց Վարդանի մահից այդ սենյակը դեռ փակ է։ Ազգային արխիվի ներկայիս տնօրենը ասում է, որ նա գիտի այդ սենյակի մասին, բայց որ նա չունի լիազորություն բացելու այն։ Նա ասում է, որ այդ սենյակը դասակարգված է որպես ազգային անվտանգության նյութ
եւ որ միայն նախագահը կարող է հրամայել բացել այն։ Բայց երբ լրագրողները հարցնում են նախագահին այդ սենյակի մասին, նա ասում է, որ նա երբեք չի լսել այդ մասին, եւ այսպես այդ սենյակը մնում է փակ, իր գաղտնիքները թաղված, իր ճշմարտությունները անհասանելի։ Բայց գուցե այդ սենյակում չէ միակ պատասխանը։ Գուցե ճշմարտությունը ոչ թե թաղված է, այլ ցրված է։ Մի քանի վայրերում, մի քանի մարդկանց մոտ, մի քանի հիշողությունների մեջ։ Գուցե ճշմարտությունը այն է, որ Խորեն Աբրահամյանը չէր միակ մարդը, ով գիտեր։ Գուցե կային ուրիշներ, մարդիկ, ովքեր տեսան, լսեցին, իմացան, բայց ընտրեցին լռել։ Մարդիկ, ովքեր ապրեցին իրենց կյանքը այդ գաղտնիքի հետ, այդ մեղքի հետ, այդ ցավի հետ։ Եվ գուցե նրանց պատմությունները նույնպես արժե պատմելու։ Մի այդպիսի մարդ էր Սերգեյ Պետրովիչ Կուզնեցովը, ռուս դիվանագետ, ով աշխատում էր Երևանում 1991 թվականին։ Սերգեյը մեռավ 1998 թվականին Մոսկվայում, բայց նրա մահից առաջ նա տվեց մի հարցազրույց ռուսական մի փոքր թերթին։ Այդ հարցազրույցը երբեք լայնորեն չհրապարակվեց, բայց մենք գտանք այն արխիվներում։ Սերգեյը ասաց. Ես գիտեի Խորեն Աբրահամյանի մասին։ Ես գիտեի, որ նա ստացել էր այդ փաստաթուղթը։ Ես նույնիսկ գիտեի, թե ով էր ուղարկել այն, բայց ես չէի կարող օգնել նրան։ Ես աշխատում էի Մոսկվայի համար, եւ Մոսկվան չէր ուզում, որ այդ փաստաթուղթը հրապարակվեր, բայց ես նաեւ հայ էի, իմ մոր կողմից։ Եվ ես տեսնում էի, թե ինչ էր կատարվում իմ մայրական ժողովրդի հետ։ Ես տեսնում էի դավաճանությունը, ես տեսնում էի ցինիզմը, եւ ես ոչինչ չէի կարող անել։ Ես ապրեցի իմ կյանքը երկու աշխարհների միջև, երբեք ամբողջովին պատկանելով ոչ մեկին։ Եվ երբ ես լսեցի Խորենի մահվան մասին, ես զգացի, որ մի մասը ինձնից նույնպես մեռավ։ Արդյոք Սերգեյ էր Վլադիմիր Պետրովիչը, ով զանգահարեց Խորենին։ Արդյոք նա էր Արտյոմը, ով այցելեց Խորենին գիշերվա մեջ։ Մենք երբեք չիմանանք վստահորեն, բայց մի բան հստակ է. կային մարդիկ, ովքեր փորձեցին օգնել, կային մարդիկ, ովքեր համարձակվեցին, կային մարդիկ, ովքեր հավատացին, որ ճշմարտությունը արժե ռիսկի, բայց նրանք բոլորը ձախողվեցին։ Ոչ թե որովհետև նրանք թույլ էին, այլ որովհետև համակարգը ավելի ուժեղ էր։ Համակարգը, որը կառուցված էր գաղտնիքների վրա, վախի վրա, լռության վրա։ Համակարգը, որը դեռ գոյություն ունի այսօր։ Բայց գուցե ժամանակը եկել է կոտրել այդ համակարգը։ Գուցե ժամանակը եկել է բացել այդ փակ սենյակները, բացահայտել այդ թաղված փաստաթղթերը, պատմել այդ չպատմված պատմությունները։ Ոչ թե վրեժխնդրության համար, ոչ թե մատնանշև միայն երբ մենք հասկանանք, թե ինչպես մենք հասանք այստեղ, մենք կկարողանանք որոշել, թե ուր ենք գնում։ Միայն երբ մենք դեմ կանգնենք մեր անցյալին, բոլոր իր ցավով, բոլոր իր ամոթով, բոլոր իր դավաճանություններով, մենք կկարողանանք կառուցել ավելի լավ ապագա։ Խորեն Աբրահամյանը մեռավ համոզված, որ նա ձախողվել է։ Նա 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 մեռավ համոզված, որ նա ձախողվել է։ Որ մի օր, 35 տարի անց, մենք կնստենք եւ կպատմենք նրա պատմությունը։ Որ մի օր մենք կհասկանանք, որ նա չէր դավաճան, այլ զոհ։ Զոհ մի համակարգի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։
Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիքի եւ իրենց ժողովրդի միջև։ Զոհ մի ժամանակի, որը ստիպում էր մարդկանց ընտրել իրենց ընտանիք, ովքեր մեռան, իրենց ճշմարտությունը տանելով գերեզման։ Եվ մի այդպիսի ձայն է Խորեն Աբրահամյանի ձայնը։ Դերասանի, ով խաղաց հարյուրավոր դերեր, բայց ով իր ամենակարևոր դերը, ճշմարտության պաշտպանի դերը, չկարողացավ խաղալ։ Բայց գուցե նա խաղաց այն։ Գուցե նրա լռությունը էր նրա ամենաուժեղ ելույթը։ Գուցե նրա տառապանքը էր նրա ամենախոր դերը։ Եվ գուցե մենք, ովքեր լսում ենք նրա պատմությունը այսօր, ենք նրա իրական լսարանը։ Լսարանը, որին նա երբեք չհասավ իր կյանքում, բայց որին նա հասավ իր մահից հետո։ Որովհետև պատմությունները չեն մեռնում, նրանք ապրում են փոխանցվելով սերնդից սերունդ, փոխվելով, զարգանալով, բայց երբեք չանհետանալով։ Եվ Խորեն Աբրահամյանի պատմությունը ապրում է ոչ թե որպես հերոսի պատմություն, ոչ թե որպես դավաճանի պատմություն, այլ որպես մի մարդու պատմություն, ով կանգնած էր անհնար ընտրության առջև եւ արեց այն, ինչ նա կարծում էր ճիշտ է։ Եվ գուցե դա բավական է։ Գուցե դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք խնդրել մի մարդուց, փորձել։ Փորձել լինել ավելի լավը, քան նա է։ Փորձել անել ճիշտը, նույնիսկ երբ ճիշտը անհնար է։ Փորձել պահպանել իր մարդկայնությունը, նույնիսկ երբ աշխարհը փորձում է խլել այն։ Եվ եթե կա մի դաս, որը մենք կարող ենք սովորել Խորեն Աբրահամյանի պատմությունից, դա այն է, որ լռությունը ունի գին։ Որ երբ մենք ընտրում ենք չխոսել, երբ մենք ընտրում ենք չգործել, երբ մենք ընտրում ենք անտեսել ճշմարտությունը, մենք վճարում ենք գին։ Ոչ միայն մենք, այլ նաև մեր ընտանիքները, մեր ժողովուրդը, մեր ապագան։ Եվ գուցե այսօր, երբ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առջև, նոր ընտրությունների առջև, նոր ճշմարտությունների առջև, մենք պետք է հիշենք Խորենի պատմությունը։ Մենք պետք է հիշենք, թե ինչ է կատարվում, երբ մենք թույլ ենք տալիս վախին հաղթել ճշմարտությանը։ Մենք պետք է հիշենք, թե ինչ է կատարվում, երբ մենք ընտրում ենք լռությունը փոխարեն խոսելու։ Բայց մենք պետք է հիշենք նաև, որ Խորենը չէր մենակ, որ կային ուրիշներ, ովքեր տեսան, լսեցին, իմացան, որ կային ուրիշներ, ովքեր կարող էին օգնել, բայց չարեցին։ Եվ գուցե իրական հարցը ոչ թե այն է, թե ինչու Խորենը լռեց, այլ այն, թե ինչու մենք բոլորս լռում ենք։ Ինչու մենք թույլ ենք տալիս, որ մի մարդը կրի ամբողջ բեռը։ Ինչու մենք սպասում ենք հերոսների, երբ մենք բոլորս կարող ենք լինել հերոսներ, պարզապես խոսելով, պարզապես գործելով, պարզապես հավատալով, որ ճշմարտությունը կարևոր է։ Խորեն Աբրահամյանի պատմությունը ճիթյունը չի ավարտվում նրա մահով։ Այն շարունակվում է մեր մեջ, մեր ընտրություններում, մեր գործողություններում, մեր լռություններում։ Եվ ամեն անգամ, երբ մենք կանգնում ենք ճշմարտության եւ հարմարավետության միջև, ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք խոսել կամ լռել, ամեն անգամ, երբ մենք որոշում ենք, թե ինչ տեսակի մարդիկ ենք մենք ուզում լինել, մենք շարունակում ենք Խորենի պատմությունը։ Եվ գուցե, եթե մենք ընտրենք ճիշտ, եթե մենք ընտրենք խոսել, եթե մենք ընտրենք գործել, մենք կարող ենք տալ Խորենի պատմությանը այն ավարտը, որը նա երբեք չունեցավ։ Ավարտ, որտեղ Խորենը կանգնած էր եւ սպասում էր հերոսեք։ Չունեցավ ավարտ, որտեղ ճշմարտությունը հաղթում է, որտեղ արդարությունը տիրում է, որտեղ զոհերը չեն մոռացվում։ Այսօր, 35 տարի անց Խորեն Աբրահամյանի մահից, մենք դեռ չունենք բոլոր պատասխանները։ Մենք դեռ չգիտենք, թե որտեղ են այդ 3 պակասող էջերը։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր Արտյոմը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է պահվում այդ փակ սենյակում ազգային արխիվում։ Բայց գուցե դա կարևոր չէ։ Գուցե կարևորը ոչ թե այն է, թե ինչ մենք չգիտենք, այլ այն, թե ինչ մենք գիտենք։ Մենք գիտենք, որ Խորեն Աբրահամյանը փորձեց։ Մենք գիտենք, որ նա տառապեց։ Մենք գիտենք, որ նա վճարեց ամենաբարձր գինը։ Եվ մենք գիտենք, որ նրա պատմությունը արժե պատմելու, ոչ թե որպես զգուշացում, ոչ թե որպես դաս, այլ որպես հիշեցում։ Հիշեցում, որ ճշմարտությունը կարևոր է։ Հիշեցում, որ լռությունը ունի գին։ Հիշեցում, որ մենք բոլորս ունենք ընտրություն՝ խոսել կամ լռել, գործել կամ անտեսել, լինել հերոս կամ լինել դիտորդ։ Եվ գուցե, երբ մենք հաջորդ անգամ կանգնենք այդ ընտրության առջև, մենք կհիշենք Խորեն Աբրահամյանին։ Մենք կհիշենք նրա ցավը, նրա տառապանքը, նրա զոհաբերությունը։ Եվ գուցե, պարզապես գուցե,
Մենք կընտրենք տարբեր։ Մենք կընտրենք խոսել։ Մենք կընտրենք գործել։ Մենք կընտրենք հավատալ, որ ճշմարտությունը արժե ռիսկի։ Եվ այդ կլինի Խորենի իրական ժառանգությունը, ոչ թե նրա ձախողումը, այլ նրա ոգեշնչումը, ոչ թե նրա լռությունը, այլ մեր ձայնը, ոչ թե նրա մահը, այլ մեր կյանքը, ապրված ճշմարտության մեջ, արդարության մեջ, համարձակության մեջ։ Երբ Արամ Աբրահամյանը վերադարձավ Երևան 1994 թվականին, նա ուներ իր հոր վերջին նամակը իր գրպանում եւ մի հարց իր սրտում. արդյոք նա ունի իր հոր համարձակությունը, թե իր հոր վախերը։ 3 տարի անց Խորենի մահից Հայաստանը արդեն անկախ էր։ Խորհրդային միությունը փլուզված էր, բայց այն ուժերը, որոնք լռեցրել էին նրա հորը, դեռ գոյություն ունեին, այժմ նոր անուններով, նոր պաշտոններով, բայց նույն մեթոդներով։ Արամը գիտեր, որ եթե նա փորձեր հրապարակել այդ փաստաթղթերը, նա կբախվեր նույն պատին, որին բախվել էր իր հայրը։ Բայց նա ուներ մի բան, ինչ իր հայրը չուներ՝ ժամանակ։ Ժամանակ պլանավորելու, ժամանակ գտնելու դաշնակիցներ, ժամանակ հասկանալու, թե ինչպես պայքարել համակարգի դեմ առանց դառնալու նրա զոհը։ Նա սկսեց հանդիպումներ կազմակերպել իր տանը, ամեն ուրբաթ երեկոյան, հրավիրելով մարդկանց, ում նա վստահում էր։ Հին լրագրողներ, ովքեր կորցրել էին իրենց աշխատանքը խորհրդային ժամանակներում։ Երիտասարդ ակտիվիստներ, ովքեր հավատում էին թափանցիկությանը։ Նույնիսկ մի քանի նախկին անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, ովքեր զղջում էին իրենց անցյալի համար։ Այս խումբը չէր նման այն 12 մարդկանց խմբին, որը որոշել էր նրա հոր ճակատագիրը։ Այս խումբը ուներ տարբեր նպատակ, ոչ թե թաքցնել ճշմարտությունը, այլ բացահայտել այն այնպես, որ ոչ ոք չկարողանար կանգնեցնել։ Բայց ինչպես կարող ես հրապարակել մի գաղտնիք, որը պաշտպանված է ամենահզոր մարդկանցից։ Ինչպես կարող ես պատմել մի պատմություն, որը ոմանք ուզում են մնա թաղված ընդմիշտ։ Արամի ռազմավարությունը պարզ էր, բայց վտանգավոր։ Նա չէր պատրաստվում հրապարակել ամբողջ փաստաթուղթը միանգամից։ Փոխարենը նա որոշեց արձակել այն կտոր առ կտոր, տարբեր աղբյուրների միջոցով, տարբեր ժամանակներում, այնպես որ եթե մեկ աղբյուրը լռեցվեր, ուրիշները կշարունակեին։ Նա սկսեց փոքրից, մի անանուն հոդված փոքր անկախ թերթում, որտեղ նա պատմեց իր հոր պատմությունը։ Առանց անունների, առանց ամսաթվերի։ Պարզապես մի դերասանի պատմություն, ով ստացավ մի փաստաթուղթ եւ չկարողացավ խոսել։ Հոդվածը չառաջացրեց մեծ արձագանք։ Մի քանի 100 մարդ կարդացին այն, մի քանիսը մեկնաբանեցին, բայց ոչ ոք չկապեց այն Խորեն Աբրահամյանի հետ։ Արամը սպասեց 2 շաբաթ, հետո հրապարակեց երկրորդ հոդվածը, այս անգամ տարբեր թերթում, որտեղ նա ավելացրեց մի քանի մանրամասներ, ամսաթիվներ, վայրեր, բայց դեռ ոչ անուններ։ Երրորդ հոդվածում նա հրապարակեց իր հոր նամակի մի հատված, այն մասը, որտեղ Խորենը գրում էր իր ցավի մասին, իր մեղքի մասին, իր անկարողության մասին, օգնել իր ժողովրդին։ Եվ այս անգամ մարդիկ սկսեցին կասկածել։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել հարցեր. արդյոք սա Խորեն Աբրահամյանի մասին է, արդյոք սա իրական պատմություն է, արդյոք ինչ-որ մեկը փորձ է ասել մեզ ինչ-որ բան, որ մենք պետք է իմանանք։ Բայց Արամը գիտեր, որ նա չի կարող շարունակել այսպես անվերջ։ Նա գիտեր, որ շուտ թե ուշ նա պետք է հրապարակեր ամբողջ ճշմարտությունը, անուններով, ամսաթվերով, փաստաթղթերով։ Եվ նա գիտեր, որ երբ նա անի դա, նա կդառնա թիրախ։ Նա պատրաստվեց այդ պահին։ Նա պատճենեց բոլոր փաստաթղթերը եւ ուղարկեց դրանք տարբեր մարդկանց՝ Հայաստանում, Ռուսաստանում, նույնիսկ Եվրոպայում։ Նա ստեղծեց մի ցանց մարդկանց, ովքեր բոլորն ունեին նույն տեղեկությունը, այնպես որ եթե նրան ինչ-որ բան պատահեր, ճշմարտությունը դեռ կարող էր դուրս գալ։ Նա գրեց մի վերջին նամակ իր կնոջը, բացատրելով ամեն ինչ, ասելով նրան, թե որտեղ են պահվում բոլոր պատճենները, ինչ անել, եթե նրան ինչ-որ բան պատահի։ Եվ հետո 1995 թվականի փետրվարի 20-ին, ճիշտ 4 տարի անց այն օրվանից, երբ իր հայրը ստացավ այդ ծրարը հանրապետության հրապարակում, Արամը հրապարակեց ամբողջ պատմությունը։ Նա արեց դա ոչ թե մի թերթում, ոչ թե մի հեռուստաալիքում, այլ մի նոր միջոցով, որը նոր սկսում էր տարածվել Հայաստանում՝ ինտերնետ։ Նա ստեղծեց մի կայք, որտեղ հրապարակեց ամբողջ պատմությունը, իր հոր նամակները, փաստաթղթերի սկանավորված պատճենները, վկաների ցուցմունքները, ամեն ինչ։ Նա անվանեց կայքը Խորենի ճշմարտությունը եւ տարածեց հղումը ամենուր, որտեղ կարող էր՝ էլեկտրոնային փոստով, ֆորումներում, նորություններ խմբերում։ Մի քանի ժամում հազարավոր մարդիկ այցելեցին կայքը։ Մի քանի օրում թիվը հասավ տասնյակ հազարների։ Պատմությունը տարածվեց ինչպես հրդեհ, մարդիկ կիսվում էին այն իրենց ընկերների հետ, քննարկում էին այն սոցիալական ցանցերում, վիճում էին այն իմաստի մասին։
Ոմանք ասում էին, որ սա կեղծիք է, որ Արամը հորինել է այս ամենը։ Ուրիշներ ասում էին, որ սա ճշմարտություն է, որ նրանք միշտ կասկածել են, որ ինչ-որ բան սխալ է եղել Խորենի մահվան հետ։ Եվ մի փոքր խումբ, նրանք, ովքեր գիտեին ճշմարտությունը, նրանք, ովքեր եղել էին այնտեղ, նրանք, ովքեր մասնակցել էին այդ գաղտնիքի թաքցմանը, սկսեցին վախենալ։ 2 օր անց Արամը ստացավ առաջին սպառնալիքը։ Մի հեռախոսազանգ կեսգիշերին, մի ձայն, որը չներկայացավ, բայց որը ասաց միայն մեկ նախադասություն. «Դու գիտես, թե ինչ է պատահել քո հորը։ Դու ուզում ես նույն ճակատագիրը»։ Արամը չվախեցավ, նա սպասում էր սրան։ Նա պատասխանեց. «Իմ հայրը մեռավ, որովհետև նա մենակ էր։ Ես չեմ մենակ։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, տասնյակ մարդիկ շարունակելու են այն, ինչ ես սկսել եմ։ Դուք չեք կարող լռեցնել մեզ բոլորին»։ Հեռախոսը անջատվեց, բայց սպառնալիքները շարունակվեցին։ Հաջորդ շաբաթ նրա մեքենայի անիվները կտրվեցին։ Շաբաթ անց նրա տան պատուհանները ջարդվեցին, բայց Արամը չհանեց կայքը։ Նա շարունակեց հրապարակել նոր նյութեր, ավելի շատ փաստաթղթեր, ավելի շատ վկայություններ, ավելի շատ ապացույցներ։ Եվ ամեն անգամ, երբ նա հրապարակում էր ինչ-որ բան նոր, ավելի շատ մարդիկ էին հավատում, ավելի շատ մարդիկ էին կիսվում, ավելի շատ մարդիկ էին պահանջում պատասխաններ։ Մարտին իրավիճակը հասավ կրիտիկական կետի։ Մի խումբ պատգամավորներ պահանջեցին պաշտոնական քննություն Խորեն Աբրահամյանի մահվան մասին։ Նրանք պահանջեցին բացել այդ փակ սենյակը ազգային արխիվում։ Նրանք պահանջեցին, որ բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին 1991 թվականի էներգետիկ շրջափակմանը, դառնան հանրային։ Կառավարությունը մերժեց։ Նրանք ասացին, որ սա ազգային անվտանգության հարց է, որ այդ փաստաթղթերը չեն կարող հրապարակվել։ Բայց մարդիկ այլևս չէին ընդունում այդ պատասխանը։ Նրանք դուրս եկան փողոցներ։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին Հանրապետության հրապարակում, նույն հրապարակում, որտեղ Խորենը ստացել էր այդ ծրարը 4 տարի առաջ։ Նրանք պահում էին պաստառներ, ճշմարտություն Խորենի համար։ Բացեք արխիվները։ Մենք ունենք իրավունք իմանալու։ Եվ Արամը կանգնած էր նրանց մեջ, իր հոր լուսանկարը ձեռքին, արցունքներ աչքերում, բայց ժպիտ դեմքին, որովհետև նա գիտեր, որ նա արել էր այն, ինչ իր հայրը չկարողացավ։ Նա խոսել էր, նա գործել էր, նա հավատացել էր, որ ճշմարտությունը արժե ռիսկի, եւ նա ճիշտ էր։ 2 շաբաթ անց կառավարությունը հանձնվեց։ Նրանք հայտարարեցին, որ կբացեն այդ փակ սենյակը ազգային արխիվում եւ կթույլ տան անկախ հանձնաժողովի ուսումնասիրել փաստաթղթերը։ Հանձնաժողովը բաղկացած էր 7 մարդուց, 3 պատգամավորներ, 2 պատմաբաններ, 1 լրագրող եւ Արամ Աբրահամյան։ Երբ նրանք բացեցին այդ սենյակը, նրանք գտան ճիշտ այն, ինչ Վարդան Հովհաննիսյանը նկարագրել էր իր վերջին նշումում՝ տասնյակ տուփեր լի փաստաթղթերով, որոնք վերաբերում էին Խորենի գործին։ Նրանք գտան այն 3 պակասող էջերը, որոնք հանվել էին Խորենի անձնական գործից։ Այդ էջերում գրված էր ամենակարևոր տեղեկությունը՝ անունները այն մարդկանց, ովքեր մասնակցել էին այդ հանդիպմանը Կրեմլում 1991 թվականի հունվարին։ Անունները այն մարդկանց, ովքեր որոշել էին Հայաստանի ճակատագիրը։ Անունները այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին էներգետիկ շրջափակման համար, որը սպանեց հազարավոր մարդկանց այդ սառը ձմռանը։ Բայց նրանք գտան նաև ինչ-որ բան, որ ոչ ոք չէր սպասում։ Նրանք գտան մի ամբողջ թղթապանակ, նվիրված Խորենի հսկողությանը։ Այս թղթապանակում կային զեկույցներ ամեն օրվա, սկսած հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Զեկույցներ այն մասին, թե ում էր Խորենը զանգահարել, ում էր հանդիպել, ինչ էր ասել։ Զեկույցներ նրա առողջական վիճակի մասին, նրա հոգեկան վիճակի մասին, նրանցին նրա ընտանիքի մասին։ Եվ ամենասարսափելին, զեկույցներ այն մասին, թե ինչպես էին նրանք պլանավորում լուծել Խորենի խնդիրը։ Այնտեղ գրված է, որ նրանք քննարկել էին տարբեր տարբերակներ, սպանել նրան եւ ներկայացնել որպես դժբախտ պատահար, բայց որոշել էին, որ դա չափազանց ռիսկային է։ Փոխարենը նրանք որոշել էին թույլ տալ բնությանը իր ընթացքը, պարզապես հետևել նրան, ճնշել նրան, սպասել, մինչև նրա սեփական մարմինը հանձնվի։ Եվ դա ճիշտ այն էր, ինչ տեղի ունեցավ։ Երբ այս տևեկությունը հրապարակվեց, երկիրը ցնցվեց։ Մարդիկ չէին կարող հավատալ, որ իրենց սեփական կառավարությունը, իրենց սեփական անվտանգության ծառայությունները կարող էին անել այդպիսի բան։ Բայց ապացույցները անհերքելի էին։ Փաստաթղթերը իսկական էին, ստորագրությունները իսկական էին, եւ անունները, այն մարդկանց անունները, ովքեր պատասխանատու էին այս ամենի համար, հայտնի էին։ Ոմանք այդ մարդկանցից արդեն մեռած էին, ուրիշները ապրում էին հանգիստ կյանքով, թոշակառու, հարգված, մոռացված։ Բայց այժմ նրանց անունները կապված էին մի սարսափելի հանցագործության հետ,
Մի մարդու դիտավորյալ հոգեբանական տանջանքի եւ հոգեբանական տանջանքի եւ մահվան հետ։ Հանձնաժողովը հրապարակեց իր զեկույցը 1995 թվականի մայիսին։ Զեկույցը 500 էջ էր եւ պարունակում էր ամբողջ պատմությունը, սկսած այն պահից, երբ Խորենը ստացավ այդ ծրարը, մինչև նրա մահը։ Զեկույցը եզրակացրեց, որ Խորեն Աբրահամյանը չմեռավ բնական մահով, այլ համակարգային հոգեբանական ճնշման արդյունքում, որը նպատակաուղղված էր նրան լռեցնելու։ Զեկույցը անվանեց 12 մարդկանց, ովքեր մասնակցել էին այդ գործողությանը։ Զեկույցը խորհուրդ տվեց քրեական հետաքննություն սկսել, բայց քրեական հետաքննություն երբեք չսկսվեց, որովհետև այդ 12 մարդկանցից 9 արդեն մեռած էին, իսկ մնացած 3-ը չափազանց ծեր էին, չափազանց հիվանդ էին, որպիսի դատվեին։ Եվ այսպես, ինչպես հաճախ է լինում, արդարությունը չհասավ։ Բայց ճշմարտությունը հասավ։ Եվ գուցե դա բավական էր, որովհետև երբ մարդիկ կարդացին այդ զեկույցը, երբ նրանք իմացան ամբողջ պատմությունը, նրանք հասկացան ինչ-որ բան կարևոր։ Նրանք հասկացան, որ Խորեն Աբրահամյանը չէր դավաճան, նա չէր վախկոտ, նա չէր թույլ։ Նա էր մի մարդ, ով կանգնած էր անհնար ընտրության առջև եւ արեց այն, ինչ ցանկացած հայր, ցանկացած ամուսին կաներ, փորձեց պաշտպանել իր ընտանիքը։ Եվ երբ նա հասկացավ, որ նա չի կարող պաշտպանել եւ իր ընտանիքը, եւ իր ժողովուրդը, նա ընտրեց իր ընտանիքը։ Եվ այդ ընտրությունը սպանեց նրան։ Ոչ թե ֆիզիկորեն, ոչ թե անմիջապես, այլ դանդաղ, ցավոտ, անխուսափելի։ Նա մեռավ իր մեղքից, իր ցավից, իր անկարողությունից ապրել այն գիտակցությամբ, որ նա գիտեր ճշմարտությունը եւ չխոսեց։ Բայց նրա որդին խոսեց։ Նրա որդին արեց այն, ինչ նա չկարողացավ։ Եվ այդ կերպով Խորենի պատմությունը ստացավ այն ավարտը, որը նա երբեք չպատկերացրել էր։ Ավարտ, որտեղ ճշմարտությունը հաղթեց։ Ոչ թե անմիջապես, ոչ թե հեշտությամբ, բայց ի վերջո։ Ավարտ, որտեղ նրա զոհաբերությունը չմնաց անտեսված, նրա տառապանքը չմնաց անիմաստ, նրա հիշողությունը չմնաց կեղծված։ Ավարտ, որտեղ նա վերականգնվեց ոչ թե որպես հերոս, ոչ թե որպես դավաճան, այլ որպես այն, ինչ նա իսկապես էր։ Մի մարդ, ով փորձեց անել ճիշտը անհնար հանգամանքներում եւ վճարեց ամենաբարձր գինը։ Այսօր 31 տարի անց այդ զեկույցի հրապարակումից Խորեն Աբրահամյանի անունը հիշվում է Հայաստանում ոչ թե որպես դերասանի անուն, այլ որպես խորհրդանիշ։ Խորհրդանիշ այն մարդկանց, ովքեր տառապեցին լռության մեջ, ովքեր գիտեին ճշմարտությունը, բայց չկարողացան խոսել, ովքեր վճարեցին գին համակարգի համար, որը արժեքավորում էր լռությունը ճշմարտությունից ավելի։ Երևանում, Հանրապետության հրապարակում, այնտեղ, որտեղ Խորենը ստացավ այդ ծրարը, այժմ կանգնած է մի հուշարձան՝ պարզ սև քարե սալ, որի վրա փորագրված է միայն մեկ նախադասություն։ Նրանց համար, ովքեր գիտեին, բայց չկարողացան խոսել։ Ոչ մի անուն, ոչ մի ամսաթիվ, պարզապես այդ նախադասությունը, որովհետև Խորենը չէր միակը, կային հարյուրավորներ, հազարավորներ, ովքեր ապրեցին նույն ճակատագիրը, մարդիկ, ովքեր գիտեին գաղտնիքներ, որոնք կարող էին փրկել կյանքներ, կանխել աղետներ, փոխել պատմությունը, բայց ովքեր լռեցին, որովհետև համակարգը ստիպեց նրանց լռել։ Բայց գուցե ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել Խորենի պատմությունից, այն չէ, որ համակարգերը կարող են լինել դաժան, կամ որ ճշմարտությունը կարող է լինել վտանգավոր, կամ որ լռությունը ունի գին։ Այդ բոլորը ճիշտ են, բայց դրանք ակնհայտ են։ Իրական դասը ավելի խորն է, ավելի անձնական է։ Իրական դասը այն է, որ մենք բոլորս ունենք ընտրություն։ Ամեն օր, ամեն պահ, երբ մենք կանգնում ենք ճշմարտության եւ հարմարավետության միջև, երբ մենք տեսնում ենք անարդարություն եւ պետք է որոշենք՝ խոսել թե լռել։ Երբ մենք գիտենք ինչ-որ բան, որ ուրիշները պետք է իմանան, բայց վախենում ենք հետևանքներից, մենք ունենք ընտրություն։ Եվ այդ ընտրությունը սահմանում է մեզ ոչ թե որպես հերոսներ կամ դավաճաններ, այլ որպես մարդիկ, ովքեր ապրում են իրենց արժեքներով կամ ովքեր զիջում են իրենց վախերին։ Խորենը ընտրեց իր ընտանիքը, եւ այդ ընտրությունը սպանեց նրան, բայց նրա որդին ընտրեց ճշմարտությունը, եւ այդ ընտրությունը փրկեց նրա հոր հիշողությունը։ Երկու ընտրություններն էլ վավեր էին, երկու ընտրություններն էլ մարդկային էին, եւ գուցե դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք խնդրել միմյանցից, հասկանալ, որ երբեմն մարդիկ կանգնում են անհնար ընտրությունների առջև, եւ որ մենք չպետք է դատենք նրանց չափազանց խիստ, երբ նրանք ընտրում են տարբեր ճանապարհներ, քան մենք կընտրեինք։ Բայց մենք պետք է նաև հիշենք, որ լռությունը ունի գին, որ երբ մենք ընտրում ենք չխոսել,
Մենք ընտրում ենք թույլ տալ, որ անարդարությունը շարունակվի։ Մենք ընտրում ենք թույլ տալ, որ համամակարգերը, որոնք ճնշում են ճշմարտությունը, դառնան ավելի ուժեղ։ Մենք ընտրում ենք թույլ տալ, որ հաջորդ խորենը տառապի նույն ճակատագրից։ Եվ գուցե, եթե մենք իսկապես ուզում ենք պատվել խորենի հիշողությունը, մենք պետք է ընտրենք խոսել։ Մենք պետք է ընտրենք գործել։ Մենք պետք է ընտրենք հավատալ, որ ճշմարտությունը արժե ռիսկի, նույնիսկ երբ ռիսկը բարձր է, նույնիսկ երբ գինը անձնական է, նույնիսկ երբ հետևանքները սարսափելի են։ Որովհետև վերջում, երբ մենք նայում ենք հետ մեր կյանքերին, մենք չենք հիշելու այն ժամանակները, երբ մենք լռեցինք։ Մենք չենք հիշելու այն պահերը, երբ մենք ընտրեցինք անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Մենք կհիշենք այն ժամանակները, երբ մենք ընտրեցինք անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Մենք կհիշենք այն ժամանակները, երբ մենք ընտրեցինք անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Մենք կհիշենք այն ժամանակները, երբ մենք ընտրեցինք անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Մենք կհիշենք այն ժամանակները, երբ մենք ընտրեցինք անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Մենք կհիշենք նույնիսկ երբ դա դժվար էր։ Մենք կհիշենք այն ժամանակները, երբ մենք ընտրեցինք լինել ավելի լավը, քան մենք էինք, ավելի քաջ, քան մենք զգում էինք, ավելի ազնիվ, քան համակարգը ուզում էր, որ մենք լինենք։ Եվ գուցե դա է խորենի իրական ժառանգությունը։ Ոչ թե նրա ձախողումը, ոչ թե նրա տառապանքը, ոչ թե նրա մահը, այլ նրա որդու համարձակությունը։ Համարձակությունը շարունակել այն, ինչ նրա հայրը սկսել էր։ Համարձակությունը խոսել, երբ ուրիշները լռում էին։ Համարձակությունը հավատալ, որ ճշմարտությունը կարևոր է, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ասում է, որ դա վտանգավոր է։ Եվ գուցե, եթե մենք բոլորս ունենանք մի փոքր այդ համարձակությունից, մենք կարող ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ հաջորդ խորենը չպետք է ընտրի իր ընտանիքի եւ իր ժողովրդի միջև։ Մի աշխարհ, որտեղ ճշմարտությունը չի սպանի մարդկանց։ Մի աշխարհ, որտեղ լռությունը այլևս չի լինի միակ անվտանգ ընտրությունը։ Բայց մինչև այդ օրը գա, մենք պետք է շարունակենք պատմել այս պատմությունները։ Մենք պետք է շարունակենք հիշել այս անունները։ Մենք պետք է շարունակենք պատվել այս զոհերը։ Երբ մենք մոռանում ենք անցյալը, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Երբ մենք անտեսում ենք այն դասերը, որոնք պատմությունը փորձում է սովորեցնել մեզ, մենք թույլ ենք տալիս, որ նույն սխալները կատարվեն կրկին։ Եվ երբ մենք լռում ենք այն անարդարությունների մասին, որոնք տեղի են ունեցել, մենք դառնում ենք համակցող այն անարդարություններում, որոնք տեղի են ունենում հիմա։ Ուստի, եկեք չլռենք։ Եկեք խոսենք խորենի մասին, նրա պատմության մասին, նրա տառապանքի մասին, նրա զոհաբերության մասին։ Եկեք խոսենք բոլոր խորենների մասին, բոլոր այն մարդկանց մասին, ովքեր գիտեին, բայց չկարողացան խոսել, ովքեր տեսան, բայց չկարողացան գործել, ովքեր տառապեցին լռության մեջ, որովհետև համակարգը ստիպեց նրանց։ Եկեք խոսենք նրանց մասին, որպեսզի նրանց զոհաբերությունը չմնա անիմաստ։ Եկեք խոսենք նրանց մասին, որպեսզի հաջորդ սերունդը իմանա, թե ինչ է կատարվում, երբ ճշմարտությունը ճնշվում է։ Եկեք խոսենք նրանց մասին, որպեսզի մենք երբեք չմոռանանք, որ ազատությունը, արդարությունը, ճշմարտությունը չեն գալիս անվճար։ Դրանք պահանջում են համարձակություն, զոհաբերություն եւ երբեմն նույնիսկ կյանք։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Խորեն Աբրահամյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։